Սիրելի զմեշացի էլի հեռուստադիտողներ, այսօր օրը բարի է կրկնակի, թե այն պատճառով, որ շաբաթվա վերջին օրն է, եւ թե այն պատճառով, որ պետք է հումորներ անենք։ Այո, բարև ձեզ էլի հեռուստադիտողներ, շատ ուրախալի օր է այսօր, ինչու Անահիտ, որտեղ այսօր Սերգեյ Դանելյանի ծննդյան օրն է։ Այո։ Եվ շնորհավորում ենք նրան ուղի եթերում շնորհավորում ենք, մաղթում ենք քաջ առողջություն եւ երկար տարիների կյանք։ Թող որ նա միշտ մնա այնքան անկեղծ ինչպեսին որ կա, բայց էլ վատ բաներ շատ չասի, Սերգեյ ջան։ Թող քիչ ասի։ Քեզ առողջություն ենք մաղթում, ընդհանրապես ուրախների եւ հնարամիտների տոնն էլ է այսօր, եւ մեր Սերգեյ եւ ուրախի եւ հնարամիտ։ Հա, իմ տոնը չէ ինչ առումով, որ ուրախ եմ, թե ուրախ չեմ։ Դու ուրախ եւ հնարամիտ ես Անահիտ ջան, բայց դու կավեն չես խաղացել այսպես։ Բայց իմ ծնունդը չէ այսօր։ Եվ ծնունդը չէ։ Բայց քո տոնն է այսօր։ Ինչու՞։ Որովհետեւ դու խաղացել ես կավեն։ Այո։ Շնորհավոր։ Շնորհակալություն Անահիտ։ Ապրես ամեն մեկը չէր կարա, իսկապես։ Լուրջ ես ասում։ Հա, այսպես նայում եմ հերվից էլ։ Ամեն մեկը հերվից էլ։ Ինչ-որ հումոր կարող ես անել։ Ես ուր հումորն ուր Անահիտ ջան։ Չէ, մի բան ասա։ Հենց մի անեկդոտ պատմիր։ Ասում եմ, ես ուր հումորն ուր, դա հումոր է Անահիտ ջան։ Դա արդեն հումոր է, հա, պիտի ծիծաղեմ։ Այդ դեպքում ես քեզ կպատմեմ մի հումոր։ Չէ, լավ հանելուկ, հա։ Երկու կոկորդիլոս են լինում, մեկը չվում է Աֆրիկա, մյուսը Ամերիկա։ Ինչ գույնի է սատկած ոզնին, եթե քարտը սիրտ է, պատասխանիր։ Աթոռ։ Ոչ, պատասխան սխալ է։ Ճիշտ պատասխանը ինչու է պետք սառնարանը, եթե չեմ ծխում։ Բրավո, շատ հիասքանչ է։ Ժամանակակից գրականության մեջ դու լուրջ ներդրում ունեցար։ Ես կարծում եմ սերունդները քեզ կհիշեն Անահիտ։ Շնորհակալ եմ, Գորջան, շնորհակալ եմ։ Եթե դու հումորով մարդ ասաց, որ իմ հումորը լավն էր, ուրեմն ես տեղ ունեմ առաջ գնալու։ Անցնենք առաջ Անահիտ ջան։ Գնացինք։ Կավենի մասին այսօրվա հաղորդման ընթացքում մենք դեռ առիթ կունենանք անդրադառնալու, հատկապես որ Գոռն է իմ կողքին, իսկ այժմ խոսենք աշխարհի ամենաուրախ ազգերի մասին։ Ուսումնասիրությունների համաձայն աշխարհի ամենաուրախ մարդիկ ապրում են Հարավային Ամերիկայում, Պանամայում, Պարագվայում եւ Սալվադորում։ Գվատեմալան, Վենեսուելան, Կոստա-Ռիկան եւս ուրախ երկրների տասնյակում են, իսկ 148 երկրների թվում ուրախների ցանկը եզրափակում է ցավոք սրտի Հայաստանը, Իրաքը եւ Սինգապուրը, այսինքն մենք վերջինս ենք առաջին տեղում։ Բայց մենք ուրախ ազգ ենք, հենց նոր խոսում ենք Ավենից, ինչ պատմություն ենք ունեցել Ավենի, միշտ հումորներ ենք անում, առօրյայում երրորդ բառը միանգամից հումոր է, չէ՞, մենք փոխում ենք։ Դա դու խոսում ես այն մարդկանց մասին, ովքեր զբաղվում են հումորով, բայց դու դուրս արի փողոց տես, երբ ես վերջին անգամ ուրախ շփիտով մարդիկ տեսնում են, ասում են բարև, բոլորը բարև, ես ինչ ես անում, բան։ Բայց լավ, որ ասենք այդ ազգերը ուրախ են, համարվում են ամենաուրախ ազգերը։ Ունենք Պանամայում ինչ կա, որ ասենք ուրախ են։ Մի հատ ջրանցք է, էլի։ Գառնի ձորը տեսել եք։ Լավ ես ասում, Գորջան։ Բայց երևի այնտեղ այնքան ուրախ է, որ ամեն պահը ուրախ, ասենք իրենց նախագահ ելույթ ունեն, բոլորը հեռեռում են։ Գիտեմ, բայց եվրոպացիներին երբ որ նայում ես, անգամ այսպես արհեստական է մի տեսակ։ Բարև ձեզ, հայ, hello։ Շատ արհեստական է, բայց այնտեղ։ Դե արհեստականորեն մարդիկ արհեստականորեն են հասնում առաջին հորիզոնականներին, հորիական ձևով չէ, մենք էլ ենք ուրախ ազգ։ Լավ, ուրախ երկրներում ապրում են ուրախ մարդիկ, ովքեր գրում են ուրախ օրենքներ։ Հիմա ուզում եմ ընթերցել ուրախ օրենքներից մի քանիսը։ Սինգապուրում արգելված է տանն առանց հագուստի ման գալը։ Բայց արգելված չի դրսում։ Տանը արգելված է, դրսում ոչ։ Իսկ Հարավային Կորեայի ճանապարհային ոստիկանները պարտավոր են իրենց ղեկավարությանը զեկուցել օրվա ընթացքում ստացված կաշառքների մասին, որպեսզի կիսվեն նրանց հետ։ Պետք է ասես, այսօր մի երկու հոգուց 1600 դրամ, 600 ձեզ։ Բա ամենտեղ է այդպես է, միայն Հարավային Կորեայում չէ։ Իսկ Դանիայում բանտարկյալներն իրավունք ունեն փախչել բանտից։ Նրանց բռնելու դեպքում չեն պատժում, ասում են հալալ է, կարողացել ես ուրեմն։ Բայց ինձ թվում է Դանիայում ոչ մեկ չի փախնում բանտից, դրա համար էլ կա այս օրենքը, այնքան լավ պայմաններ են, որ դրսից են գալիս։ Ասենք ներս չեն թողում, բանտներ չեն թողում։ Կանադայի նահանգներից մեկում լոգարանի ջուրը չի կարող գերազանցել 10 սանտիմետրը։ Որովհետև լոգարանները 10 սանտիմետր են ընդամենը։ Չէ, լոգարանները 5 սանտիմետր են։ Կարելի է անգամ կրկնակի բարձրանալ։ Այո։ Առանց հատուկ լիցենզիայի Անգլիայում չի թույլատրվում հեռուստացույց ունենալ։ Պահո։ Պատկերացնում ես մեծահարուստ միլիոնատերը, ամեն ինչ ունի, բայց տունը հեռուստացույց չունի, որովհետև լիցենզիա չեն տալիս։ Լիցենզիա չկա։ Հաջորդը Լոնդոնում երեկոյան 9-ից հետո արգելված է ծեծել կանանց, քանի որ ծեծվողի գորգորոցները կարող են անհանգստություն պատճառել հարևաններին։ Ծեծում ես ծեծի, բայց 9-ից հետո մինչև 9-ը ինչքան ուզում ես ծեծի։ Պատկերացնում ես 9-ից կինը այնպեսի բան է անում, որ պետք է ամուսինը ծեծի, այլ սպասի լույսը բացվի։ Բայց հասկանում ես ինչն է խնդիրը այստեղ, դու ուրիշին չես ասում, այսինքն կանանց չի կարելի ծեծել, դու ասում ես ընդհանրապես իր գորգորոցն է անհանգստացնում։ Շատ վատ երևույթ է։ Այ դու ասում ես Եվրոպա, մենք էլ այդպեսի բան չունենք մեզ։ Սնգավ Լոնդոնը։
Չգնացել, էլ չբարևես Լոնդոնին։ Իսկ Շոտլանդիայում արգելված է ջրել այգին անձրևի ժամանակ։ Դա համարվում է, դա օրենք է, այսինքն օրենքի խախտումը պատժվում է։ Էկոնոմիա են անում, եթե անձրև եկել էլ ինչ ես ջրում, անձրևն ինքը ջրում է։ Օրենքի խախտում են դա։ Պատկերացնում ես Շոտլանդիայում, ասենք 0.2 հաղորդումով այսօր մի քանի հոգի գողություն են արել եւ այսօր ես իմ ոմն ես իմ ինչը ջրել է անձրևի ժամանակ իր այգին եւ դիմել է փախուստի։ Ապրես գոր, իսկապես այ հիմա հումոր արեցիր։ Բրավո, ես սպասում էի ամբողջ հաղորդման մեջ։ Հիմա գիտես ինչ անենք։ Անահիտը ինձ թվում է Գուսմանն է, կավենի ժամանակ անպայման պետք է գնահատի։ Չգիտես ինչու պետք է գնահատի իմ հումորները։ Լավ, արի միանանք եղանակին, այսօր անձրև է եղել, տեսնենք մեր դեպքում ինչ կանոններ կան անձրևի ժամանակ։ Բարի լույս Գագիկ։ Բարի լույս, բարի լույս։ Ինչպես ես, դու դուրս ես գալիս փողոց առանց անձրևանոց։ Քանի որ գիտեմ երբ է անձրև գալու, այո, ես անձրևանոցից չեմ օգտվում։ Ինչու ամոթ է։ Իսկ ընդհանրապես ես սիրում եմ զբոսնել անձրևի ուրեմն ժամանակ, որովհետև անձրևը բավականին գեղեցիկ, ռոմանտիկ, բնական երևույթ է եւ պետք չէ վախենալ անձրևից։ Գագիկ ջան, այսօր մռայլ էր եղանակը, ամբողջ շաբաթն է այդպեսին լինում։ Այո, դա արդեն ժամանակն է, բնությունը արդեն հիշեցնում է, որ արդեն խորը աշուն է։ Ափսոս, լսենք եղանակը։ Եղանակի տեսությունը ներկայացնում է Samsung ընկերությունը։ Հետևեք Samsung ընկերության նորություններին եւ անակնկալներին Samsung Armenia Facebook-յան էջում։ Այսօր հանրապետության տարածքի եղանակը կձևավորի միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնային դաշտը, որի պայմաններում շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թազդյան եւ ծնախառն անձրևի տեսքով։ Ցիկլոնը իր հետ հյուսիս-արևմուտքից կբերի արտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 5 աստիճանով։ Արցախում սպասվում է անպամացություն, երեկոյան ժամերին կդիտվեն տեղումներ, Ստեփանակերտում գիշերը սպասվում է 6, ցերեկը 13 աստիճան տաքություն։ Սյունիքում նույնպես այսօր եղանակը կվատանա, տեղումները կսկսվեն օրվա երկրորդ կեսին, ջերմաստիճանը կնվազի 3-ից 5 աստիճանով։ Մեղրիում գիշերը սպասվում է 7, ցերեկը 19 աստիճան տաքություն, Կապանում գիշերը 4, ցերեկը 17 աստիճան տաքություն, Գորիսում գիշերը 4, ցերեկը 12 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում նույնպես սպասվում են տեղումներ եւ քամուշ գնացում մինչեւ 15 մետր/վայրկյան արագությամբ։ Ջերմուկում գիշերը սպասվում է 1 աստիճան ցուրտ, ցերեկը 10 աստիճան տաքություն, Եղեգնաձոր քաղաքում գիշերը 3, ցերեկը 17 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում տեղումները կսկսվեն օրվա երկրորդ կեսից եւ հատկապես լեռնային շրջաններում դրանք կդիտվեն թազդյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Մարզի հարավային հատվածում սպասվում է քամու ուժ գնացում մինչեւ 20 մետր/վայրկյան արագությամբ։ Մարտունիում գիշերը սպասվում է 2, ցերեկը 11, Գավառում գիշերը 2 աստիճան ցուրտ, ցերեկը 9 աստիճան տաքություն, Սևանում գիշերը 4, ցերեկը մինչեւ 11 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում կդիտվի փոփոխական անպամացություն, կեսօրից հետո սպասվում է անձրև։ Հրազդան քաղաքում գիշերը սպասվում է 1 աստիճան ցուրտ, ցերեկը 12 աստիճան տաքություն, Աբովյանում գիշերը 5, ցերեկը 14 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում ցիկլոնը թույլ կարտահայտվի, այստեղ սպասվում է անպամացություն, առանձին հատվածներում կդիտվի թույլ անձրև։ Արարատի մարզում գիշերը սպասվում է 2-ից 3, ցերեկը 16-ից 17, Արմավիրի մարզում նույն ջերմային ֆոնն է, գիշերը սպասվում է 2-ից 3, ցերեկը 16-ից 17 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաներում դրանք կդիտվեն թազդյան եւ ձնախառն անձրևի տեսքով, սպասվում է նաեւ քամուշ գնացում մինչեւ 15 մետր/վայրկյան արագությամբ։ Աշտարակահաքում գիշերը սպասվում է 4, ցերեկը 14, Ապարանում գիշերը 4 աստիճան ցուրտ, ցերեկը 10 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում կդիտվի անպամացություն, լեռնային շրջաներում մառախուղ եւ տեղումներ։ Իջևանում գիշերը սպասվում է 5, ցերեկը 14 աստիճան տաքություն, Դիլիջանում գիշերը 2, ցերեկը 16 աստիճան տաքություն։ Ցիկլոնի ազդեցությունը այսօր նաեւ կզգացվի Լոռու մարզում, սպասվում են տեղումներ եւ մառախուղ։ Վանաձորում գիշերը սպասվում է 0, ցերեկը 14, Տաշիրում գիշերը 4 աստիճան ցուրտ, ցերեկը 12 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում նույնպես սպասվում են տեղումներ, Աշոտսկի եւ Ամասիայի հատվածում դրանք կլինեն ձյան տեսքով։ Գյումրիում գիշերը սպասվում է 3 աստիճան ցուրտ, ցերեկը 14 աստիճան տաքություն, Աշոտսկում գիշերը 4 աստիճան ցուրտ, ցերեկը 10 աստիճան տաքություն։ Իսկ Մայրաքաղաքում այսօր կդիտվի անպամացություն, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Քամին կլինի հարավ-արևմտյան մինչև 10 մետր/վայրկյանում, օդի հարաբերական խոնավությունը այսօր կբարձրանա եւ ցերեկը կլինի 90%, մթնոլորտային ճնշումը 674 մմ սնդիկի սյուն, գեոմագնիսական դաշտը կլինիկայում։ Օդի ջերմաստիճանը Շենգավիթում եւ կենտրոնում գիշերը սպասվում է 4, ցերեկը 16, իսկ Ավանում գիշերը 6, ցերեկը 14 աստիճան տաքություն։ Պահպանեք ձեր բարձր տրամադրությունը անկախ եղանակի փոփոխություններից։ Galaxy Note 3 եւ Galaxy Gear ամեն ինչ քո ձեռքերում է։
ապրի մեր գագիկը, բայց լավ չի, որ ցրտերն արդեն ընկնում են։ Ինչի։ Չգիտեմ, թող մենակ դեկտեմբերին դինի ցուրտ ու ջուն գա։ Ցուրտը պետքա գա, որ շուբան ցույց տան աղջիկները, չէ՞, ինչ շուբա ունեն։ Ես այդ աղջիկների թվին չեմ պատկանում։ Աղվեսի մորթու։ Լավ, անցնենք առաջ խոսենք լուրեր աշխարհից։ Լոնդոնյան տաքսին արդեն 6-րդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում։ Տաքսի ծառայությունների որակական հատկանիշների ուսումնասիրությունն իրականացվել է 30 երկրներում մաքրության, վարորդների կողմից տեղանքի իմացության, վարման որակի, վարորդների բարեհամբույր լինելու հատկանիշներով։ Ձայների 23%-ով լոնդոնյան տաքսիների վարորդները ճանաչվել են ամենաբարեհամբույրը, երկրորդ տեղում Նյու Յորքի, իսկ երրորդում արդեն Տոկիոյի տաքսիները։ Բրավո հայերին, որ մեր պատիվը բարձր են պահում։ Բրավո հայ տաքսիստերին, ովքեր աշխատում են Տոկիոյում, Նյու Յորքում եւ Լոնդոնում։ Այնտեղ մինիմալ են վճարում, եթե այդքան է կազմում գումարը եւ ունեն մանր։ Ոչ թե մեզ մոտ, որ 1000 դրամ տալիս ես ու չեն տալիս քո մանրը։ Դու վերցնում ես մանրը։ Ես երբ որ ասենք 200 դրամ է բռնում, 1000 դրամ տալիս ես վերցնում ես մանրը։ Չէ, երբ որ չեն ուզում, ես եմ սիրում այդպես տալ, բայց երբ որ եմ որ հատուկ ինչ որ շատ են ասում գումարը 1000 դրամ, բայց իրական 800, ասում եմ ես միշտ 800-ով եմ եկել։ Ու վերցնում ես այդ 200 դրամը, լավ։ Այո, ես հենց վատ բաներ ունեմ։ Անցնենք առաջ եւ խոսենք այլ հետաքրքիր նորություններից։ Չինացի տղամարդն ամուսնալուծվել է կնոջից, այնուհետև դատական հայց ներկայացրել նրա դեմ ծայրաստիճան տգեղ աղջիկ լույս աշխարհ բերելու համար։ Միջև այդ լավ, կարծեմ։ Ինչ է եղել։ Բանն այն է, որ նախկին ամուսինները երկուսն էլ գեղեցկադեմ են եղել, իսկ տգեղ երեխաների ծնունդը կնոջ անհավատարմության մասին կասկածներ է արդեն առաջացրել տղամարդու մոտ, եւ ԴՆԹ թեստի դրական արդյունքներից հետո կինը գիտես ինչ է ասել։ Ինչ։ Ասել է, որ կներես ես ժամանակին մի լավ պլաստիկ, կոսմիկական եւ այլն օպերացիաներ եմ արել, վիրահատությունների եմ դիմել եւ այդ ժամանակ ամուսինը չի ներում։ Նա տալիս է դատի իր կնոջի իրեն խաբեությամբ սիրահարեցնելու համար եւ շահում է դատը $120,000։ Ես վերջերս նմանատիպ դեպք լսել եմ Հայաստանում, երբ որ ամուսինը բաժանվել է հենց հարսանիքի հաջորդ օրը, երբ կնոջը տեսել է առանց շպարման լվացվելուց հետո։ Առանց շպարի փաստորեն։ Ես չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ուղղակի խղճում եմ այն կանանց, ովքեր ես դա խաբեություն չեմ համարում, Գորջան։ Հիմա մարդ եղել տգեղ եղել, իրեն գեղեցկացրել է։ Ուրեմն դատի պիտի տալ այդ մարդուն։ Չի սիրել երևի կնոջը։ Չի սիրել, այո, չի սիրել կնոջը։ Անցնենք առաջ։ Այս տարի Եկատերինբուրգում բացվել է մի շատ տարօրինակ ցուցահանդես։ Այնտեղ կարելի է տեսնել քննությունների եւ ստուգողական աշխատանքների ժամանակ լայն կիրառություն ունեցող ամենատարբեր ծածկաթղթեր։ Շպարգալկաներ։ Շպարգալկ, այո։ Ցուցահանդեսին ներկայացված ամենահին նմուշը 1960 թվականին օգտագործած ծածկաթուղթն է։ Փաստորեն դեռ այն թվերից այդ ամեն ինչը կար, Գորջան։ Բայց օրինակ այդ ցուցահանդեսին, օրինակ աղջկա ոտք ցույց տվել են, չէ՞, ոտի վրա եք դուք գրում շպարգալկանը։ Կամ ասենք ձեռք։ Բայց հետաքրքիր միտք է, ես կարծում եմ այդպիսի ցուցահանդես կազմակերպել։ Ուղղակի մի 100-150 տարի հետո այդպիսի ցուցահանդես չի լինի, որտեղ ցուցահանդեսին պետք է դրվեն հեռախոսներ, չէ՞, սմարթֆոններ, որովհետև հիմա այնպես է զարգացել, որ արդեն բոլորը հեռախոսով, նաուշնիկով ամեն ինչ իրար հուշում են։ Հետաքրքիրն այն է, որ այդ անսովոր ցուցահանդեսին անմիջապես արձագանքել են, ովքեր երկու դասախոսները։ Նրանք երևի թե մտածել են, թե ծանոթանալով մինչ օրս գոյություն ունեցող շպարգալկաներին կարող են կանխել արտագրությունները։ Բայց դե փորձը ցույց է տալիս, որ ուսանողների նորարարական միտքն անսպառ է այդ հարցում։ Ինչքան էլ փորձեք, մենք միևնույն է մի ելք կգտնենք, չէ՞։ Օրինակ դու օգտվել ես։ Экзамен для меня всегда праздник։ Շպարգալկաներից օգտվել ես։ Այո, իմ կյանքում մեկ անգամ օգտվել եմ, նշեմ թե ինչպես։ Մեկ անգամ դիպլոմային պաշտպանել։ Տանը ձայնագրել եմ բոլոր տոմսերի պատասխանները հեռախոսով, այնուհետև նաուշնիկով նստել եմ, այսպես շարֆ եմ կապել։ Եվ իմ ընկած տոմսը եւ ֆիլմին ես մասնակցել։ Լսելով այդպես գրել եմ, անկեղծ ասեմ, հա։ Լավ, Անահիտը ինձ կպատմի, թե էլ ինչ շպարգալկաներ օգտագործել քննությունների ժամանակ, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ դիտեք գովաստ։ Գնացինք, ուրեմն նայ, վերցնում ես։ Նորից բարի լույս ժպիտով ուրախ շարունակում ենք այսօր հումորի օրն է, պետք է միշտ ժպտանք։ Կարդամ հետաքրքիր սովորությունների շարքից հարսանեկան։ Այո, Հունաստանում օրինակ պետք է հարսնացուն ամբողջ ուժով կանգնի փեսացուի ոտքին իր կրունկով, եւ եթե փեսացուն չի ացում փախցնել ոտքը, ամբողջ կյանքում մնում է այդ աղջկա կրունկի
տակ։ Ամբողջ օրը մնում է կրունկի, ամբողջ կյանքը մնում է կրունկի տակ եւ ծակ ոդկով։ Այո։ Բրավո։ Իսկ Հարավային Աֆրիկայում ամեն տարի անցկացվում է լավագույն փեսացուի մրցույթ։ Եվ մրցույթի կանոնների համաձայն այն երիտասարդը, ով կկարողանա արյուծի մռնչոց հիշեցնող ձայն արձակել, հիշում ենք բոլորս այն ֆիլմերի սկիզբը, մի խոսքով, այդ արյուծի մռնչոցը եթե լավ արձակի, ուրեմն կճանչի տարվա լավագույն փեսացուն եւ նրա համար կպայքարեն լավագույն հարսնացուները, որոնք երևի թե լավ վագրի ձայն են։ Ոչ, լավ կակավի ձայն, եթե հանում են, լավագույն հարսնացու են։ Օրինակ, հանես կակավի, ես արյուծը հանեցի։ Ես պետք է առությունը հանեի, դու կակավինը հանեի։ Դե որ ասում ես ֆիլմերում սկսվում էր առյուծի ձայն են հանում։ Դե ասա որ ֆիլմ արտադրության այդ կազմակերպության լոգոտիպն է այդպես։ Շատ լավն է հումորդ։ Իսկ Անգլիայի հնագույն ավանդույթների համաձայն։ Ասա։ Ով է դա, ասա, չգիտեմ իսկապես։ Քրքրքորյանինն է։ Հա, Քրքրքորյանինն է։ MGM Grand։ Ողջունենք մեր ազգային հերոսին։ Metro Goldwyn Mayer։ MGM Grand-ը հասկացանք, ուֆ։ Իսկ բանում Անգլիայում ինչ գիտեմ ասում եմ հիմա։ Չէ, լավ, շարունակիր, դու շատ լավ լուրեր ես կարդում անայի ջան։ Անգլիայի հնագույն ավանդույթների համաձայն նախքան հարսանիքը հարսնացուին առաջարկում են ծանր արկղ բարձրացնել եւ եթե աղջիկը չի կարողանում գլուխ բերել այս հանձնարարությունը, ապա նշանակում է, որ նա դեռևս պատրաստ չէ ընտանիք կազմելու, որովհետեւ ընտանիքը մի ծանր արկղի նման մի բան է։ Այդպես է դու ամուսնացած ես։ Ես հիմա ամուսնանամ, թե չէ, մեկ առաջարկություն արել։ Այն օրը մեկ աղջիկ ասեց, շաբաթ օրը ազատ ես, կարող ենք ամուսնանալ։ Հա, իսկապես։ Եվ դու ինչ ես մտածում։ Ես հարցնում եմ քեզ։ Ասացի կհարցնեմ Անահիտին կասեմ։ Ասա հա։ Ամուսնացի, մենք էլ լավ հարսանիք կանենք։ Մի հատ բան էլ ասեմ ու անցնենք Սոնային։ Լեդի Գագան որոշել է տիեզերքում իր նոր տեսահոլովակը նկարահանել, ինձ թվում է վերջապես նա կգտնի իր իրական հանդիսատեսին այլ մոլորակայինների։ Այո, ես գիտեմ, որ նա նաև ապահովա գրել է հատուկ ձևով տիեզեր գնալը խուսափելու համար անկանխատեսելի բաներից, չգիտեմ ինչ պետք է լինի տիեզերքում, բայց հույսով են կլինի այդ անկանխատեսելի բանը եւ Լեդի Գագան կմնա տիեզերքում։ Իսկ մեզ տիեզեր գնալ հարկավոր չէ, որպեսզի լսենք Սոնա Ռուբենյանի հիանալի ձայնը, միայն ընկներեն, բարի առավոտ Սոնա։ Սոնա, բարև։ Բարի լույս։ Ինչպես ես, Սոնա ջան։ Հոյակապ։ Շատ լավ է, ձայնդ արդեն լավ է, գեղեցիկ է հնչում, ինչ ես մեզ ներկայացնելու այսօր։ Այսօր լսելու ենք Bobby McFerrin Don't Worry Be Happy երգը։ Խոսքեր չունենք, մենք իսկապես be happy, don't worry։ Խոսքեր չունենք, որովհետև չհասկացանք ինչ ասեցիր։ Գնանք առաջ լսենք Սոնա ջան։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր կխոսենք երբևէ գրված ամենալավատեսական երգի մասին, որը կարծում ենք լավ տրամադրություն կապահովի ողջ օրվա ընթացքում։ Don't Worry Be Happy կամ մի անհանգստացիր Եղիր երջանիկ երգը 1988 թվականին գրել եւ կատարել է ամերիկացի երաժիշտ Bobby McFerrin-ը։ Երգը պարունակում է ջազի եւ ռեգիի էլեմենտներ։ Այն ի դեպ առաջին ակապելային ստեղծագործությունն է, որը գրավել է Billboard Hot 100-ի ամենաբարձր հորիզոնականները եւ 2 շաբաթ մնացել նույն դիրքում։ Մեծ Բրիտանիայի Singles Chart-ում երգը մնաց 5 շաբաթ եւ բարձրացավ երկրորդ հորիզոնականը։ 1989 թվականի Grammy մրցանակաբաշխության ժամանակ այն ճանաչվել է տարվա երգ, տարվա ձայնագրություն, իսկ Bobby McFerrin-ն արժանացել է Grammy լավագույն տղամարդկային փոփ վոկալ անվանակարգում։ Երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ բացի McFerrin-ից ընդգրկված է հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբի Ուիլյամսը եւ Բիլ Իրվինը։ Don't Worry Be Happy երգը 1980-ականների լավագույն ռեյտինգային երգերի շարքում 31-րդն է։ 2001 թվականին Rolling Stone ամսագրի հարցումների արդյունքում երգը գրավել է 80-ականների վատագույն երգերի 7-րդ հորիզոնականը։ Երգն ունի բազմաթիվ քավեր տարբերակներ եւ այն հաճախ օգտագործում են որպես սաունդտրեք, օրինակ Cocktail ֆիլմում։ 1988 թվականին երգը հանրությանը հայտնի դարձավ հենց Cocktail ֆիլմի միջոցով։ Երգի ողջ բովանդակությունը կարելի ասել անհոգ ու երջանիկ լինելու կոչ է իրենից ներկայացնում։ Մի անհանգստացիր, եղիր երջանիկ։ Ահա մի փոքրիկ երգ գրված իմ կողմից։ Լսիր, ես երգում եմ։ Երգիր նաև դու ինձ հետ։ Մի անհանգստացիր, եղիր երջանիկ, որովհետև դժվարություններն ամենուր են։ Աշխարհում չկան անհոգ մարդիկ, այնպես որ եկեք հետևենք երգի խորհրդին, փորձենք լինել երջանիկ, անկախ մեր առօրյա խնդիրներից ու դժվարություններից։ Դե ինչ վայելենք Բոբիի հոյակապ կատարումը։ Don't worry, be happy։ Կարծում եմ տրամադրությունը բարձրացավ։ Այսպես երգվում է երգում, եղիր ուրախ եւ եղանակին դուրս ար։
Չէ, այդպես չէր երգում, պետք է չանանք ստանալ եւ լինել երջանիկ, իսկ մենք պետք է երջանիկ լինենք, որովհետեւ ունենք հովանավոր, հիշեցնենք, որ մեր հաղորդման հովանավորն է Իմա ընտանեկան բժշկական կենտրոնը, այստեղ դուք կարող եք ստանալ լիակատար ախտորոշում եւ տեղեկանալ ձեզ հուզող բոլոր առողջական խնդիրների մասին։ Կենտրոնում կատարվում է նաեւ կրծքագեղձի մամոգրաֆիա առանց ճառագայթային ծանրաբեռնվածության, իսկ վահանաձև գեղձի հետազոտությունն անվճար է։ Իդեպ կենտրոնում այս ամիս գործում են ակցիաներ, զանգահարեք եւ տեղեկացեք հեռախոս 508050 Իմա հետազոտվեք եւ ապրեք առողջ։ Ապրես Անահիտ ջան, շատ վարժ կարդարել էր սովորել, մյուս անգամ կսովորես պատմել։ Իսկ հիմա դիտենք տեսանյութ եւ վերադառնանք Ռեկորդակիրի մասն է։ Մեր հայ ռեկորդակիրի մասն է, չէ՞։ Դիտենք։ Անակնկալ թող լիներ էլի, ամեն ինչ պետք է ասել։ Հայազգը ցուցազունների պակաս երբեք չի ունեցել։ Դրա մասին գիտեն ամբողջ աշխարհում։ Հայոց վարազդատ արքայի արտասովոր ուժի ու օլիմպիական հաղթանակի մասին գրել են անգամ օտար պատմիչները։ Մեր օրերի ցուցազունների ռեկորդները գրանցվում են արդեն հայկական ցուցազնագրքում։ Ցուցազնագիրքը զուտ ազգային է եւ իր տեսակով առաջինն աշխարհում։ Առաջի հատորում գրանցվել է 64 ցուցազուն 134 ռեկորդով, իսկ երկրորդ հատորի համար ներկայացում 78 ռեկորդակիր 200-ից ավել ռեկորդներով։ Իդեպ առաջին հատորն ընդգրկում է 1991-ից 2011 թվականները, իսկ երկրորդն ընդամենը 2 տարվա պատմություն 2011-ից 2013 թվականները։ Ռեկորդակիրների թվի այսպիսի ռեկորդային աճի հետ մեկտեղ փոխվել է նաև ռեկորդակիրների տարիքը։ 1 տարեկանին ամսական Ալինալ ցուցազնագրքի ռեկորդակիրը նա ծանրությունը բարձրացնում։ Առաջի հատորում մենք չունենք ոչ մի աղջիկ, իսկ այս երկրորդ հատորում ներկայումս ունենք 6 աղջիկ։ Մանվելի անունը եւս գրանցվելու է իր գրքում, բայց սա նրա առաջին ռեկորդը չէ, իսկ շարունակությունը լինելու է արդեն Գինեսի գրքում գրանցվելը։ Այսօրվա ռեկորդը շատ ֆենոմենալ է, որովհետև 5 րոպե ժամանակահատվածում 3 ռեկորդներ սահմանել, դա իրոք դուրս ցույց է տալիս մարդու հնարավորությունների անսահմանությունը։ Այս անգամ 20-ամյա երիտասարդը կարողացավ 5 րոպեում կատարել 3 վարժություն։ Թեև սպասված արդյունքը չստացավ, բայց գերազանցեց ինքն իր նախորդ ցուցանիշները։ Իսկ ապագայում ամենօրյա պարապմունքներն ու հաղթանակներն են իր հանդեպ, որպեսզի իր անունը ի վերջո տեղ գտնի նաև Գինեսի համաշխարհային ռեկորդների թվում, օրինակ ծառայելով այս ավելի փոքրիկ ցուցազունների համար։ Իրինա Մկրտչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Լինելու արքայազն, դյուցազնը, ես չեմ ասի թե ով, բայց դիտենք գովազդից հետո։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ եւ հատկապես աղջիկներ, երբեմն ասում եք, մենք փնտրում ենք մեր արքայազնին։ Ահա մի դյուցազն, այս պահին մեզ մոտ է, այո, մամա Մանվելն է մեր հյուրը, ռեկորդակիր, բարև ձեզ Մանվել ջան։ Բայց ես պետք էր այդ ռեկորդը, այդ ինչ էր որ սահմանեցիք, մատերի վրա ինչ որ։ Դե միշտ ցանկացել եմ ռեկորդներ սահմանեմ, որովհետեւ երբ ռեկորդ ես սահմանում, աշխարհում ճանաչում ես միակը, առաջին մարդն ես դառնում։ Ես էլ սահմանել եմ այնպիսի ռեկորդներ, որ նմանատիպ ռեկորդներ ոչ ոք չի փորձել նույնիսկ սահմանի, այսինքն ունեմ ռեկորդ օրինակ մատների վրա, ձեռքերի վրա ուղղահայաց ժիմ վառությունը, որը աշխարհում ես եմ առաջին այդ ռեկորդը սահմանել։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ չեմ փորձել, որովհետև դժվար է, թե որովհետև ինչ որ անմիտ տարօրինակ բան է, չեմ ֆայմել այդ։ Դե գիտեք ինչ, մատների վրա այդպիսի ժիմ անելը դա շատ բարդ վառություն է, նմանատիպ ռեկորդ ոչ մի տեղ չեմ տեսել, այսինքն փորձ չեմ տեսել, որ ինչ որ մեկը փորձի նմանատիպ վառություն անի, որովհետև ինքը շատ բարդ վառություն է ու տեսել եմ միայն Շաոլինյան այդ մարտարվեստների մասնագետներից մեկին, ինչպես է ինքը մեկ մատի վրա հենված պատի օգնությամբ, պատին հենվելով իրեն այդպես պահել մի ձեռքով մեկ մատի վրա, բայց չեմ տեսել, որպեսզի ժիմ վառությունը կատարեն մատների վրա։ Իսկ ես կատարել եմ այդ վառությունը։ Ռեկորդ սահմանելու ժամանակ գումար վճարում են։ Ոչ, ռեկորդ սահմանելու համար գումար չեն վճարում, բայց երբ դառնում ես Գինեսի գրքի ռեկորդակիր, հնարավորություն ես ունենում արդեն շոուների մասնակցել, ռեկլամներ եւ այլն, այսինքն հնարավորություն է
ստեղծվում, այսինքն ձեր այդ ճանաչվածության, այսինքն համար ավելի ինչ որ նոր ասպարեզներում փորձել։ Բայց պարտադիր չի Գինեսի ռեկորդների գրքում գրվել, որ շոուների մասնակցել, օրինակ մեր դուետ նախագծում Անայի տենց ելույթի ժամանակ կարող է ժիմանել, մասնակցել շոուին։ Լավ բան ես ասում, ես կհամագործակցեմ, բայց մանվել ջա, վաղը մյուս օր ինչպես ես դու պահելու։ Այդպես ռեկորդներով ուր կհասնես։ Ներկայային աշխատում եմ, ֆիթնեսի մարզիչ եմ, անհատական մարզումներ եմ անցկացնում։ Իսկ ապագայում դե նպատակս այն չի, որ հենց ֆիթնեսի մարզիչը լինեմ ու այդ գծով շարունակեմ, նպատակս սպորտային մեծ արդյունքներ ունենալ ու այսինքն մեծ ասպարեզներում մեծ մարտեր ունենամ եւ դա է միշտ եղել իմ նպատակը։ Այդ շատ լավ նպատակ է, թե օլիմպիական խաղերին մասնակցես, հաստատ արդեն։ Դե մարտեր առասկաններից օլիմպիական խաղեր չկա, բայց շատ լավ կլինի, որ լինի։ Ուրեմն դու չգիտեիր Անայի ջան։ Դե նկատի ունեմ այնպիսի սպորտ թողընտրի, որ գոնե մի օգուտ կա։ Կարծում եմ մարտեր առասկանների աշխարհի գոտին էլ ունենալը դա արդեն շատ մեծ բան է։ Եղել է կյանքում, որ ասենք ինչ որ աղջկա կողմից մերժվես եւ դա քեզ դրդի է, սա էս ռեկորդ կսահմանեմ նոր կիմանաք։ Չէ, այդպեսի փորձ չեմ էլ արել, սիրալված չեմ էլ եղել։ Ո՞й, ինչու ժամանակ չունես։ Դե նոր ասեցի, մարզվում եմ, միշտ ասենք զբաղված եմ, ժամանակ չկա։ Աղջիկները հետո։ Բա որ այդպես անցնի ժամանակը հետո։ Աղջիկները հերթ են կանգնած ըստեղ համար նպատակին, հետո արդեն դրա համար ժամանակը գտնես։ Մանվել ջան, ես գիտեմ, որ դու նաև կատարում ես դրոշ վարժություն, այսինքն դրոշ վարժությունը գիտես ո՞րն է։ Չէ, չգիտեմ։ Ճիշտ եմ, չի ասում։ Այո։ Որ ասենք ձող կա, հորիզոնական դիրքով ձեռքերով բռնում է այսպես ձողը եւ մնում է հորիզոնական դիրքում։ Պատկերացրեք։ Եվ դրոշի տեսք ես անում։ Այո։ Իսկ քեզ ես նույնիսկ մտածում եմ երագույնի նման շորեր հագնեի ու Հայաստանի դրոշը պահեի այդպես։ Իսկ այդ վարժությունը ռեկորդը սահմանել եմ, Հայաստանի որպես ռեկորդային գրանցվել, որովհետև աշխարհի ռեկորդը 1 րոպե 5 վայրկյան է, չնայած որ եթե մարզվեմ, կարող եմ այդ ռեկորդը գերազանցել, ասեմ որ այդ ռեկորդը սահմանել եմ ծառայության ընթացքում, ծառայության մեջ եմ մարզվել եւ այդ արդյունքում ունեցել 20 վայրկյան տևությամբ։ Զորավարժությունների ժամանակ դրոշը հանել են դու կանգնեցիր տեղը։ Հետաքրքիր բան եք ասում, բայց չէ, այդպեսի բան չեմ արել, բայց ծառայության ընթացքում էլ շատ եմ մարզվել, շատ մեծ հնարավորություններ են տվել, ասենք գնդի հրամանատարը, գնդի հրամանատարի տեղակալը եւ շատ սպաներ, որոնցից շատ շնորհակալ եմ, թե ին վաշտի հրամանատարից, թե ֆիզ ծառայության պետից, Զորամասի, որոնք շատ մեծ հնարավորություն են ինձ տվել ու մարզավիճակի մեջ եմ մնացել ինչ որ չափով։ Մենք այս հարցազրույցը կթարգմանենք տարբեր լեզուներով ու թող բոլորը տեսնեն, թե մենք ինչ զինվորներ ունենք։ Այո, բնականաբար։ Մանվել ջան, ընդհանրապես ցանկացած ռեկորդ սահմանելը ինչ որտեղ նաև վտանգ է, վտանգավոր է, հա։ Դե ռեկորդներ կան, այո, վտանգավոր են։ Քո ծնողները ինչպես են վերաբերում դրան։ Հպարտանում են, թե հակառակը էսա տղես ձողից կընկնի։ Չէ, մաման միշտ էլ ասում է՝ մի արա այդ բանը, որովհետև վտանգավոր, որովհետև ասենք եղել է, ասենք ճնշումը սա բարձրացել, արունահոսություն բանը մնացել քթից։ Միշտ ասենք ասում էր՝ մի արա, որովհետև ինձ ցավ է էլի դրանով պատճառում։ Իհարկե։ Հա, բայց չեմ կարողացել, ասենք, թողեմ իմ սիրած, ասենք, զբաղմունքը։ Ես ռեկորդներ սահմանելը զուտ զբաղմունք եմ համարում իմ համար, ոչ թե ասենք նպատակ ինչ որ դրանով առաջ գնամ, չնայած որ կարող եմ ճիշտ է, մի քիչ երևի ինքս ինձ թվում է թե ինձ գովում եմ, բայց չէ, բայց կարող եմ Գինեսի գրքի շատ ռեկորդներ սահմանեմ, որովհետև ինքս էլ եմ դա հասկացել, որովհետև եթե մի բան ցանկանում եմ, շատ եմ ցանկանում, դրան հասնում եմ, անկախ նրանից թե դա ինչ դժվարություններ իրանից կազմում։ Այդ տեսար ինչի համար չի մտածում հիմա աղջիկների մասին, որին ուզի հեշտությամբ ցանկացած ռեկորդ սահմանել։ Այս պատկերացեցի մանվել, որ այդ դրոշ վարժությունը, քեզ կարող է առօրյայում պետք գալ։ Օրինակ եթե երթուղայինում տեղ չլինի, ձողից կարող ես վերնել, հարմարվել։ Շատ դժվար է իրականում, ես չգիտեմ, ասենք ես ֆիզիկապես շատ թույլ եմ, բայց մտավոր եմ ուժեղ գոնե ասա։ Հա, Գորջան, իսկապես։ Չէ։ Բացարձակ ռեկորդակիր է մտավոր առումով, բայց մանվել, արի այսքան խոսեցինք, չխոսենք մի բան մեծ ցույց տաս, ճիշտ է դրոշ այստեղ հնարավոր չի ձող չունենք, բայց փորձեմ հենում ծալում վարությունը կատարեմ ուղղայաց դիրքով։ Մենք ոչինչ չենք հասկանում, կարևորը տեսնենք թե։ Լավ, ցույց կտա։ Ինչ էլ անես մեզ համար ռեկորդ է դա։ Լավ։ 3, 2, 1 Բրավո։ Ես կարծում եմ
հերոսադիտորներն էլ հիմա ծափարում են։ Աղջիկները էլի շարվում են, գոր, հենց այս պահին էլ։ Ինձ այն 4-րդ աղջիկն է դուր գալիս, ես խորհուրդ կտամ այն 4-րդ աղջիկը լինի։ Աստվածի։ Մենք հիմա ինձ թվում է ուղիղ եթերում ռեկորդ ունենք, ռեկորդակիր ունենք։ Դուք տեսնում եք այստեղ ինչ է կատարվում, մենք ապշած ենք։ Գոր, գնա, օրինակ վերցրու, քեզ տեսնեմ։ Մտավորը դիր մի կողմ։ Ես ես նույնը մի ձեռով ռեկորդ, բայց դա ռեկորդ չի։ Հենց հիմա էլի ռեկորդ ցանեցի։ Այսինքն մի րոպեում քանի։ Եթե չեմ սխալվում 34 ենք։ Մենք կստուկ ենք, այս եթերը կրկնվում է։ Shantivik.com shantivik.am կարող եք նայել մեր եթերը եւ կտեսնեք նոր ռեկորդ։ Առավոտը Shantivik եթերում։ Մանվեն ջան, մեզ ինչ է մնում ասել։ Գտնես քո երկրորդ կեսին, թող նայել լինի ռեկորդակից ճաշ է փոխարինի։ Դրա մասին դեռևս չեմ մտածում։ Հենց ասես բորշ միանգամից բորշը պատրաստ լինի։ Չես ուզում, բա բալիկ չունենաս մի հատ նման ռեկորդակիր։ Դա պես ասեմ միշտ էլ ծնողի համար ասենք իր երջանկությունը իր երախեն է։ Իհարկե բոլորի նպատակը նաև դա է։ Մենք այս մարդուն այնց հանձնարարություն տվեցինք շունչի հիմա։ Հետո էլ հարցը շունչս մի քիչ կտրվեց։ Հա, մենք ոչինչ, էսա մի քիչ կարտասանենք։ Մենք երկար նստելուց է մեր շունչը կտրվում, որ մնաց այդպեսի վարժություն անենք։ Ես ես ամեն ինչը տեսա շունչից կտրվեց։ Դինաշեն։ Լավ, իսկ ինչ ես երազում, քո երազանքը որն է նպատակը։ Բացի այդ ռեկորդները սահմանելը, կյանքի երազը կլինի ասել, ես չեմ երազում։ Ես եթե մի բան եմ ցանկանում, ես դրան ձգտում եմ ու դրան հասնում եմ ամեն գնով։ Իսկ նպատակս ասացի, որ մարտեր առասկաններով մեզ հաջողությունների հասնելն է, դա էլ արդեն մարզիչի օգնությամբ ես դրան կհասնեմ։ Ասեմ, որ մարզիչս էլ մեծ, ասենք, հնարավորություններ մարդ է, այսինքն սպորտի ասպարեզում, որ ինձ կարող է տալ այն ամենը, ինչ ինձ հարկավոր է, սպորտային հետագայում մեծ կարիերա ունենալու նպատակով։ Մեզ մնում է միայն քեզ հաջողություն մաղթել, իսկապես ասել, որ հիանալի տղա ունեք ձեր ծնողներին։ Շնորհակալություն։ Միշտ զարմացրում մեզ եւ աշխարհին քո ռեկորդներով։ Դե ապագայում մենք միշտ ջուր կանչենք քեզ։ Շնորհակալություն Մանվեր ջան, հյուրընկալ։ Քեզ ամենայն բարիք, իսկ մենք դիտում ենք տեսանյութ։ Կյանքը հետաքրքիր է եւ գունավոր բոլոր նրանց համար, ովքեր այն չեն ուզում տեսնել սև ու սպիտակ։ Նկարիչների միությունը կարողացել է գտնել արվեստագետների եւ արվեստասերների կյանքը հետաքրքրացնելու իր դեղատոմսը։ Մոտավորապես 10-15 օրը մեկ մենք ցուցանես ենք կազմակերպում տարբեր բնույթի։ Ունենում ենք եւ շատ հաճախ անհատական ցուցանեցներ, անհատական ստեղծագործություններ։ Սա մեր գործի հիմնական բնույթն է։ Հերթական է դեկորատիվ եւ կիրառական արվեստի ցուցահանդեսն է, որը հանրապետական նշանակություն ունի, եւ այս ցուցահանդեսին առանց տարիքային սահմանափակման աշխատանքներ են ներկայացրել տարբեր մարզերի արվեստագետներ։ Մի բանա դու անում ես քո աշխատանքը քո արվեստանոցում եւ մի այլ բանա երբ որ դու ցուցադրում ես քո աշխատանքը ուրիշ աշխատանքների կողքը այդ հանրությանը եւ ես կասեի նույնիսկ իրանք տարբեր ձևի են նայվում։ Ես կարիքը ունեմ հենց կակրած հայերեն բառա չէ կակրած հանդիսատեսի կամ նայողի դիտողի արվեստասեր հասարակության որը շատ քիչ է։ Ամեն տարի մասնակցում եմ, որպես ոնց են ասում, տրադիցիա, ամեն տարի ես մի գործ բերում եմ։ Ներկայացնում եմ մետաքսի նկարազարդում, ծաղկային կոմպոզիցիա։ Ես մասնակցում եմ ու շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ, ինչի, այստեղ ինձ դասավանդող մարդիկ են եւ մարդիկ են, ում որ ես եմ դասավանդում։ Այսինքն իմ համար սա ինչ-որ սերունդների միջև անցկացվող ցուցահանդես է։ Ես հիմա այնքան իմ աշխատանքով չեմ հիանում, ինչքան իմ ուսանողներին։ Այս ամենամյա ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն ունեցողները ի զարմանս եւ ի ուրախություն նկարիչների ու արվեստագետների շատ էին, սակայն հանձնաժողովը ընտրել է լավագույն աշխատանքները։ Կերպարվեստը Հայաստանում չի ասի, որ շատ վերելք է ապրում։ Մենք պահպանում ենք այն լավը, որ ունենք եւ ուրախացել ենք, որ բավականին մեծ երիտասարդների հոս կա։ Որտեվ այսօր ինչ-որ նոր բաներ տեսա, թղթի վրա ասեղնագործություն տեսա ընդհանրապես ասեղնագործության օգտագործում եւ նոր շունչ գոբելենի մեջ տեսա, մետաքսան նկար կա, շատ գոբելեններն են դեռ շարունակվում, խեցեգործներն են աշխատում։ Ինքը մեռնող ճյուղ չի, ինքը իհարկե հակառակը ես կասեի, որ արտ երկրում ինքը գուցե այսօր ամենամեծ վերելք ապրող ճյուղն է։ Տեսեք կճուճի մեջ ստեղծագործումը։ Մենք էլ մեր կճուճի մեջ ենք ստեղծագործում։ Բոլոր արվեստագետները այդպեսին են։
Որոշ հեղինակներ էլ նշեցին, որ եթե նախկինում ցուցադրությունները այցելուների մեծ քանակ ունենում էին միայն ցուցադրության առաջին օրը, ապա այսօր արդեն այցելուներ ունենում են ցուցադրման ամբողջ ընթացքում։ Իսկ այս ցուցահանդեսին ներկայացված նմուշներին կարող եք ծանոթանալ Նկարիչների միության ցուցասրահում առաջիկա 10 օրերին, արվեստին ավելի մոտ գտնվելու եւ ձեր առօրյային նորգույն հաղորդելու համար։ Իրինա Մկրտչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Ուրախալի փաստ, որ նման ցուցահանդեսներ են լինում եւ մենք ունենք բավականին լավ արվեստագետներ, մարզերից էլ մասնակցում են, իսկապես բրավո, որովհետեւ շատ գեղեցիկ գործեր էին, թե նկարները, թե քանդակները։ Այո, կարող եք առաջիկա 10 օրերին գնալ եւ դիտել այդ ցուցահանդեսը, մասնակցել։ Այո, մենք էլ կարող ենք ընդմիջվել գովազդով եւ դիտել ընդհանուր լուսանկարները։ Այո, դիտենք։ Դե ինչ հիշեցնենք, այսօր ուրախ օր է, պետք է ուրախանանք, ուրախների եւ հնարամիտների տոնն է այսօր։ Մենք ունենալու ենք հենց այդ առիթով հյուրեր, մեզ մոտ, դե իհարկե ունենալու ենք ատաղծագործներ եւ ասեղնագործողներ։ Իսկ այժմ Մինչ մեր հյուրին ներկայացնել առաջարկում ենք բարձել, թե ինչպես են գնահատում հայկական հումորը մեր հայրենակիցները։ Vox Pop ունենք, դիտենք։ Հումորային դաշտը մարդկանց այնքան շատ վիշտ ունեն, որ մինչև հումորը շատ հեռու է դեռ, էլի։ Հայաստանում ոչ մի բան զարգացած չի։ Մի ոնց որ հումորը չկա։ Պրիմիտիվ հումոր է, էլի, չկա առաջվա հումորը։ Չեմ անում, չեմ կարող точно ասել ինչքան։ Կնախընտրեի, որ ավելի զարգանար, այն չէ, ինչ որ կարող ենք համեմատել այլ երկրների հետ։ Այն որ ապեցի, որ երեխաներին թույլ տանք նայեն։ Առաջ դուր էր գալիս, իսկ հիմա շատ ձանձրալի է։ Շատ է դուր գալիս։ Ված չէ։ Մեր երկիրը ստեղով մեկ հումոր է։ Վիտամին ակումբի տղաներն են, 32-ի տղաներն են։ Մեր Լալա Մնացականյանն էր, այդ դաշտում շատ լավ էր ինքը, ափսոս որ հիմա չկա։ Սերգեյ Դանիելյանը հավանում եմ իրեն։ Աշոտ Ղազարյանն է։ Վարդան Պետրոսյան։ Վիտամին ակումբը շատ գեղեցիկ է ներկայացնում, շատ տիպիկ, հավանում եմ իրանց։ Վարդան Պետրոսյանին ես կնշեի։ Հայկոն Մկոնին դրանք էլ իմ կարտինքով նստեցին, արդեն ինչի։ Մեկը Աշոտ Ղազարյանը, վիտամինի տղաներն են շատ լավը, շատ իրան շատ են դուր գալիս ու միշտ այդպես առաջ։ Շատ ուրախ եմ մեր տաղավարում ներկայացնեմ արդեն մեր հյուրերին, որոնք այստեղ են։ Անայտը շատ ջերմ դիմավորեց մեր հյուրերին, սիրելի հեռուստադիտողներ։ Եվ այսպես մեր հյուրերն են Վազգեն Սաղաթելյան, բարի լույս, Արամ 100% Մելիքյան եւ Արամ 100% Գևորգյան։ Եւ Անահիտ Գուշակ։ Անահիտ Գուշակը հենց հիմա երազանք կպահի երկու Արամների միջև է, գորը ոչինչ, հաշվի չեմ առնի։ Դու մտածում ես, որ երկու նույն անուն մարդկանց միջև որ կանգնում ես, երազանք ես պահում իրականանում է, իհարկե։ Միևնույն է, ես քեզ նվեր չեմ տա։ Ձմեր պապիկն էլ կա։ Շնորհավորում ենք, այսօր ինչ որտեղ ձեր օրն էլ է, որովհետև հումորով տղաներ եք եւ հումորիստների տղաները ժամանակին խաղացել են կավեն, այսօր ուհա եկեք չասենք, կավեն դա Կավենը բոլորիս հայտնի, այո, բոլորը հասկանում են։ Ես հիշում եմ, մենք խաղացել ենք նաեւ Արամի հետ, չէ՞։ Եթե թե ես ավելի հին սերունդն եմ, չեմ։ Ես եմ ավելի հին, բայց խաղացել ենք։ Լավ, հիմա ինչ եք անում։ Հիմա կոնկրետ ես եւ Արամը զբաղվում ենք նույնպես կավենով, Հայաստանում այս պայն հիմնել ենք, համահիմնել ենք, այսպես ասենք, համահիմնադիրներ ենք Կավենի դպրոցական լիգայի, որը արդեն գործում է 1 տարեկան է։ Որը Կիրակի օրը կարծում եմ լինելու է։ Եվ վաղը չեմիսօրը։ Եվ միանգամից հաջորդ հարցը, ինչի Հայաստանում չկա կավեն։ Արդեն կա կավեն։ Գորը ուղղակի շանթով, քանի որ չի գնում, դրա համար այդ հարցը տալիս, բայց Հայաստանում կավեն կա։ Այս խոսակցությունից դատելով վերում որ ինքն ավելի հին, սերնդից կան դուր։ Չէ, իրականում Հայաստանում կավեն կա, բայց ինչ որտեղ ճիշտ ես, նա անկում ապրեց, հիմա սկսվել է, այսինքն 1 տարեկան է դպրոցական լիգան, ըստ այդմ շարունակվել է ուսանողական լիգայով։ Նոր սերունդ, որից հետո արդեն շարունակվում է դեպի ուսանողություն, որից հետո արդեն դեպի քիչ ավելի։ Լավ, Արամ, դպրոցական լիգան ընդգրկված են բարձր դասարանցիներ, այսինքն 12, որոնք արդեն
Հիմնականում աշխատում ենք ավագ դպրոցների հետ, որովհետև նախ մեր գործը հեշտացնելու, նաև Արամը ոնց որ նշեց, ուսանողական լիգային հետո ռեսուրս է հանդիսանում դպրոցական լիգան ավարտած սերունդը։ Բացի այդ էլ մի փոքր ավելի հեշտ է էլի ավագ դպրոցի հետ աշխատել։ Իսկ ինչպես է կընտրում, ինչպես կաստինգներ են անցկացվում։ Հա, գնում ենք դպրոցներ, հայտարարություն նախ հավաքվում են, մեծ կոնտինգենտ է հավաքվում, որովհետև բոլորը գիտեն, թե կավեն ինչ է, տեսել են, նայել են։ Բայց պետք է այդ տարիքից երեխեքին մտցնել այդ ամեն ինչի մեջ։ Ես այդ դրա մեջով անցել եմ, հիշում եմ այդ նրբերշիկները, որ ուտում ենք հացերի մեջ, կոնսերվանները բացում ենք, դուրսն ենք քնում։ Այդ դու ասում ես այն դեպքում, երբ որ դու էիր սցենարը գրում, դու էիր քրտնաջան աշխատում եւ այլն։ Այո, իսկ հիմա դու գրում եք, տալիս եք երեխաները խաղում են եւ այդպես է ոչ մի բան չեն դառնում։ Ոչ միայն մենք ենք գրում, մենք նաեւ աշխատում ենք, խմբագրում ենք, հիմնականում մենք ենք աշխատում նրանց հետ։ Ես մի բան ուղղակի հավելեմ Գորի ասացին, երբ որ ես էի խաղում, որտեղ նաեւ դու էիր խաղում մի փոքր ավելի ուշ, ինքը մի հատ նենց պատմություն է, որը շուտով նաեւ Վազգենն էլ կավելացնի հաստատ, ուրեմն դա մի հատ կյանքի մեծ դպրոց է, որ դու ինքնուրույն ինչ որ բան ես անում, ինքնուրույն ու իրականում ստելի հանդիսատես ես ասենց հայտարարություն եմ անում, որ Գորը կատակ էր անում, որտեղ Գորը գիտեմ, որ այդ դպրոցը որ անցել է, շատ մեծ օգուտ է տվել իրեն։ Բայց ես ասեմ Արամ ջան, այդ դպրոցը որ անցել եմ, ես փոքր ինչ Ռուսաստանում եմ այդ դպրոց անցել, շատ փոքր, ինձ այնտեղ է ինչ որ բան տվել, բայց շատ քիչ բան է տվել այստեղի դպրոցը։ Դե ինչ, հիմա ես կխոսեմ, հարգելի աղջատող, ինձ թվում է այստեղ խոսում են կարծես թե ծերունիները, որոնք անցել են մեծ դպրոցներ եւ արդեն ժամանակ մենք ունենք Վազգեն ջան, ինչպես է։ Ունենք նաեւ Վազգեն Սաղաթելյան ունենք հյուր շատ կրթված, շատ բանիմաց երիտասարդ, ես նրա հետ անձնական շփում ունեմ միշտ Facebook-ով։ Այո, հիմնականում։ Ես գիտեմ, որ դպրոցական լիգայում դու ժյուրիի անդամ ես։ Այո, ինձ հրավիրել են իմ ընկերները։ Ինչպես կգնահատես, աշակերտները ունեն հումոր, կարողանում են մատուցել հումոր։ Մենք ապագայում կունենանք այս սերնդին, որ քիչ թե շատ, ես կասեի, հումորով զբաղվում են, փոխարիններ կունենան։ Ինչպես Արամը նշեց, տենց իրենց հումորը գնահատել կավենով, ընդհանրապես այսօր անգամ Ռուսաստանում թիմերը երբ նայում ես, շատ դժվար է ինչ-որ կարծիք կազմել այդ մարդկանց հումորի մասին, որովհետև սկսած երևի 2000 թվականից ավելի շատ մասսայական դարձավ այն երևույթը, երբ մարդիկ պարզապես գնում էին սցենարներ եւ դա արդեն նմանվում է մի քիչ թատրոնի, երբ դու վերցնում ես սցենար եւ խաղում ես, օրինակ իմ սուբյեկտիվ կարծիքով մի թիմ, որ այսօր ֆավորիտ է Վիշի լիգայում, հա, Կավենի, Պիտիգորսկ թիմը, բացակայում է ընդհանրապես հումորը, Գորը Պիտիգորսկ թիմը, որ այսօր ֆավորիտ է ու կարող է դառնալ բարձրագույն լիգայի չեմպիոն, հա, այդ ամենաբարձրն է ինչ կարելի է հասնել Կավենում, այդտեղ հումորով մարդիկ չկան, որտեվ եթե տեսնենք իրենց 10 ռազմինկաները, 10 ռազմինկաներ ոչ մի նորմալ խելքին մոտ պատասխան չկա, այսինքն հումորի մասին արդեն Կավենը մի քիչ հումորից պետքա տարանջատել արդեն։ Քննադատելը հեշտ է, ռազմինկան շատ դժվար կոնկուրս է, ինչքան չէ, դե գիտես, եթե 10 խաղ նայում ես ու 10 խաղում ոչ մի խնդալու պատասխան չկա, դա ասում է նրա մասին, որ այդ թվում ավտոր չկա, այսինքն գնում են սցենար, ես գիտեմ այսինքն որ գնում են, բայց եթե թեկուս չիմանայի, արդեն կպատկերացնեի, որ դա ինչ որ ֆինանսներով ձեռք բերված սցենար է, որով Լավ, իսկ այնտեղ գոնե գրում են, իսկ երբ որ մենք թխում ենք, դա ինչպես կբացի։ Դե կա ռեդակտորներ, հա, ես գիտեմ, որ Արամենք էլ զբաղվում են, որովհետև իհարկե անիմաստ կլինի դու գնաս ու նայես այն նյութը, որ արդեն տեսել ես, պետք է իհարկե անիմաստ կլինի, բայց հիմնականում տեսնում ենք։ Ես դպրոցական լիգայի մասին չեմ ասում, ուսանողական լիգայի մասին եմ ասում, կարելի է պարզ ասել, չէ՞, ինձ թվում է, մենք տեսնում ենք ով է աշխատում, ով չի աշխատում, լավ, դա այդքան էլ իսկ եթե հիմա մի փոքր ռազմիկա անենք, ենթադրենք ես հարց տամ, դուք փորձեք մի հատ ծիծաղալու պատասխան։ Ավելին ես ասեմ, թող Անահիտը հարց տա եւ մենք 4-ով պատասխանենք, որովհետեւ դու ես այստեղ ճիշտ ասած հաղորդավար եմ, բայց չենք մոռանալ։ Այնպես որ ես եմ հարց տալիս, ես իմ ժամանակին ապրել եմ, այդ պատասխանները տվել եմ, օրինակ 30 վայրկյանի ինչպես բարձր օծը արու է թե էգ։ Մենք Արամին հարց կտանք, միջև դուք մտածեք։ Ամեն մեկին առանձին թանկի նոմբերներով հարց տա։ Չէ, մենք 30 վայրկյան ենք տալիս։ Դժվար հարց ցկցկոցը ինչ որ մեկը թող ապահովի։
30 վայրկյան չէ, ես ասում եմ Արամի հետ մենք խոսենք, մինչև դուք պատասխանը մտածեք։ Արամ ջան, հիմա այս մեր հարևանի երեխան լավ տաղանդավոր երեխա է։ Ոնց անենք գալի։ Մտնենք, հա էլի թիմերում խաղա։ Որտեղ մեկը մտածում։ Անայի։ Ահա որ ես չգիտեմ ինչ հիմա եթերս վարի է գնում, հակել է այդ քո երեխան քանի տարեկան ասում եմ թող կավեն խաղա, վաղը այսօր հաղորդավար է։ Իմ երեխան ուրեմն որ մի երեխան ես Շատ լավ ես ասում, երեխեք հիմնականում ասենք ով որ մտածում է կընդունվի թատերական բան, իր համար մտածում։ Լավ երեխեք, եթե հումորով չկա, ուրիշ հարց կտամ, ասեք։ Եվ կրկնեմ հարցը։ Նորից հարց։ Ինչպես բարձել օծը արու է թե էգ։ Տղաների առումով երբ որ ворցերը կծում են, իրանք նմանում են էգերին։ Իսկ օծերի առումով այդքան չեմ կարող ասել։ Եղավ։ Տենց երկար պատասխան նորմալ տենց։ Գոհես։ Գուսմանը 3 նշանակեց։ Հիմա ավելի հեշտ հարց պետք է տար։ Svaya վերցնեմ։ Ինչու է Վազգենը կանաչակ է։ Ես հիմա պետք է ես էլ պատասխանեմ, բայց չէի մտածում։ Լավ, կրկնեք հարցը, խնդրում եմ։ Ձեր հարցը։ Ինչպես տարբերել էգ ворցին ворցից։ Էգ օծին ворցից։ Եթե պոչը խաղացնում է, ուրեմն էգ է։ Ուրեմն բոլորը էգ են օծերը։ Կամ եթե կոճակները ձախ կողմից են, ուրեմն էգ է։ Բրավո, գոհ։ Չէ՞։ Բա որ ես ասում եմ, ես ասում եմ, չէ՞ կարող։ Դու մասնակցությամբ անասնաբուժ ես բարձր։ Ինչի։ Լավ։ Դու մտածես օծա անասունը։ Բայց ինձ թվում է որ դա հարցն է, ինքը նախորդ ես հարցնել էր մտածել, պատասխանել էր, ցանկացած հարցվեք եւ ես կպատասխանեմ, որտեղ իմ ականջին կա ականջը։ Ինչու է Վազգենը կանաչ։ Հակել, ասած։ Հակել, հա։ Կանաչ չի։ Որտեղ նա սիրում է կանաչ հակնել։ Դեր հումորը տեսակ։ Այս է Եկատերինբուրգը։ Մենակ էդ ունի։ Անցած տարել էր դրան։ Մենակ էդ ունի։ Պիտոմ։ Մենակ էդ ունի։ Լավ, վերադառնանք կավենին։ Մեկ այլ հարց տամ, հա։ Ինչպես գիտենք, մեր հայտնի բոլոր կավենի թիմերի անդամները հասել են մեծ հաջողությունների արդեն հումորային տարբեր նախագծերում եւ այլն եւ կավենը մեծ ճանապարհ է արդեն, այո։ Այո, կամ մարդիկ ուղղակի պատաբար ժամանակին հայտնվել են այդ շրջապատում եւ հիմա ոչի բանով չեն զբաղվում։ Բայց, չէ, ես նկատի ունեմ լավ դեմքերը հիմնականում։ Հիմա ըստ ձեզ շատ երեխաներ։ Երմին եւ նոր հայերը։ Մի խոսքով։ Շարունակեմ։ Ըստ ձեզ հաճախ հիմա երեխաները ընտրում են կավենի ուղղությունը ինչի համար, որովհետև սիրում են հումորը եւ հումոր անելը, թե որովհետև գիտեն, որ կավենի շնորհիվ կարող են հասնել լավ բաների։ Ես պատասխանեմ, ուրեմն այսօր Կիրակի օրվա խաղին բեմարտակ դուրս են գալու 12 ավագ դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ ու ամեն թիմում գրեթե կան 10-ից 12 պատանիներ։ Այսինքն եթե բազմապատկում ենք մոտ 120-ից 150 հոգի աշակերտներ, ավագ աշակերտների։ Միայն Երևանի դպրոցներից։ Այս անգամ միայն Երևանի։ Անցյալ տարի ունեինք Արտիկից։ Ուղղակի այս բանը մեր համար մի փոքր դժվար է աշխատել նաև Երևանից դուրս, որովհետև Սա բաց թողում է, ես է Վանաձորից եմ, ինչ վատ է։ Չէ, բայց մենք ունենք թիմ Ջրաշենից։ Նու ինքը Երևանի կից է։ Որտեղից։ Ջրաշենից։ Ջրաշենը առանձին հանրապետություն է։ Հայաստանի մեջ առանձին հանրապետություն կա Ջրաշեն։ Կից է Երևանին, դրա համար նորից Երևանին են գցում։ Եվ այդ 12 թիմերը չշարունակեցիք։ 12 թիմերում բավականին մեծ է դպրոցների հետաքրքրությունը, այս անգամ մենք չենք գնացել դպրոցներ, հիմնականում դպրոցներից է հրավեր եկել, այսինքն պատճառն այն եղել, որ անցյալ տարի ակտիվություն է եղել դպրոցների մակարդակով, չեմ ասում ամբողջ հանրապետության մակարդակով, ամեն ինչ քիչ, բայց կարևորը արդյունավետ։ Իսկ ինչու դուք առանձին մի ակումբ չեք ձևավորում, այն հիմա կա վիտամին ակումբ եւ հումորով տղաները։ Այս դրա համար չենք, որ նայում ենք վիտամին ակումբին, տեսնում ենք այնտեղ գորին, կորոներ ընկերներ չենք ուզում իրաց գործին խփել, կոնկուրենտ չենք կարող իրաց գործին խփել։ Այդպես մեծ բանի չեք հասնում։ Ինձ համար շատ դժվար է օրինակ այսպեսի հարցեր տալ, որտեղ ես բոլոր հարցերի պատասխանները իրականում գիտեմ։ Դե ուրեմն թող սպասի ես կտամ։ Վազգեն ջան, ինչով ես հիմա զբաղվում։ Բայց ես հարց էի տալիս, ես իրենց կարծիքն էի ուզում։ Իմ կարծիքը։ Ուրիշ հարցի շուրջ։ Այս հարցը հասկացանք, թե ինչ են մարդիկ փորձում օրինակ որ դու ստատուսներ ես գրում, Վազգեն ջան, ուրիշ բանից խոսանք։ Չէ, իրականում էլի կավենի մասն եմ ուզում հարցնել, գիտեմ որ դպրոցական լիգան հայալեզու է, բայց եթե մենք ուզում ենք Ռուսաստանի շուկայում ունենալ, Ռուսաստանի կավենում ունենալ ռուսալեզու հայկական թիմեր, պետք է գոնե զարգացնենք։ Ավելի լավ չի փոքր տարիքից աշակերտներին ռուսերեն լեզվով լինելու են էջեր դպրոցական լիգայում, որտեղ կոնկրետ, այսինքն մի առանձին մրցույթ, որը լինելու է միայն ռուսալեզու։ Իմիջիայլոց մենք անցյալ տարի թիմ ուղարկեցինք Սոչի, որը բավականին լավ Արամն հենց խաղում էր, որը բավականին լավ ելույթ ունեցավ ու հնարավոր է, որ մենք հենց հաջորդ գարունը Պրեմիեր լիգայում թիմ ներկայացնենք։ Իսկ որ բավականին լավ ելույթ ունեցավ, ինչի՞ չհրավիրվեց։ Շարունակ որ Գորջան լսեք, ասի, հաջորդ տարի գարնանը հնարավոր է, որ Պրեմիեր լիգայում մեր թիմը հանդես գա։
Այդ Գարնանը մասնակցելու համար դուք պետք է դեռ դեկտեմբերին մասնակցեք Սոչի փառատոնին, որտեղ ինքը սա գիտի, պետք չի իրան այդպես։ Անայտին դες բաները պատմում, Պրեմիեր լիգա։ Դες բաները խափեք Անայտի։ Վասիլիչը զանգել էր ասում էր եկեք։ Սանսանիչ, կծե Սանսանիչն է բարում։ Իսկ ինչպես է ձեր թիմի անունը, որ մոտակայում պետք է ներկայանա։ Մենք այն ժամանակ հանդես ենք եկել որպես Դոբրե Արմյանի, բայց այս պահին վերափոխվում է անունը։ Քանի որ հասկացանք, որ չի լինում այդպես։ Քանի որ հասկացանք, որ բոլոր հայերը Տղեկ, դուք խոսում եք հիմա Պրեմիեր լիգայի մասին, դուք խոսում եք ORT-ի մասին, մեծ ֆինանսներ են պետք կան, հիմա հովանավորներ որտեղ գտնեն։ Ես թիմ ունեմ, բայց հովանավոր չկա։ Եկեք սենց անենք, ամեն ինչ իր ժամանակին կտեղեկացվի լրատվությանը եւ հանրությանը։ Սիրելի հեռուստադիտողներ, սպասեք փետրվարին այս տղաները ORT-ի ելույթից հետո միանգամից գալու են ուղի հետ։ Վազգեն ջան, քանի որ ես գիտեմ դու փոքր ժամանակվանից էլ հետևել ես Կավենի խաղերին, քո եղբայրը նոր հայեր Կավենի թիմից էր, կպատմես կասես քո ամենասիրած հումորը, որ հիշում ես Կավենի պատմության մեջ, որ այդքան տեսել ես։ Հիմա որ ամենալավ հումորը գալիս է։ Իրականում դե ինչպես դու ասացիր, շատ եմ նայել, տենց մի հատ կատակ, ես օրինակ շատ եմ սիրում բիատլոն կոնկուրսը, ու երևի թե եթե ինչ-որ բաներ փորձենք հիշել, ապա կլինեն բիատլոն կոնկուրսից չեմ հասցնի տեն սինխրոն հայերեն թարգմանը, ու չգիտեմ ինչքանով դա ծիծաղելի կլինի։ Ասա մեր ռուսալեզու։ Ես շատ եմ ծիծաղացել Բելարուսիայի թեմի Մինսկա մորյա թիմ կար, Վիշ լիգամ էր խաղում ու մի հատ շուտկա ունեին, ասում էր ու Հայաստանն էլ կսազեր այդ շուտկեն, կարայինք մենք էլ մտածենք իրականում։ Հետևյալն էր белорусские футболисты после игры остаются на поле и показывают зрителям голы, не вошедшие в матч. Ես վերջերս արդեն Հայաստան չնայած չէր սազի, բայց մի երկու տարի առաջ կսազեր։ Ամեն մեկը կոնե մի հատ այլ։ Ես Անայտի հարցին ես էլ կուզեի ճիշտ ասած պատասխանել, որովհետև լավ հարց տվեց այդ մոտիվացիայի մասին, հա, իրականում ես չեմ կարծում, որ այդպես շատ մեծ մոտիվացիա կա ու դա գալիս է նրանից, որ ընդհանրապես շատ քիչ են իմանալու Կավենը Հայաստանում, հա, շատ քիչ։ Տենց ես համոզված եմ, եթե ինչ որ տենց հարցում հիմա անեիք, հա, թե օրինակ նշեին երկու թիմ, որը խաղում է բարձրագույն լիգայում, շատ քիչերը կկարողանային ասել եւ բնականաբար պատճառը այն է, որ նոր հայերից հետո ոչ մի թիմ չի կարողացել ինչ որ լուրջ հաջողություն ունենալ, ու արմյանսկի պրոյեկտը մի խաղ խաղաց 1/8, բայց այդտեղից երևաց, որ դա կլինի վերջին խաղը։ Նրանց դրա պատճառով չկա այդքան մեծ հետաքրքրություն, բայց ես համոզված եմ, որ եթե չգիտեմ, տղաները կլինեն կամ ինչ-որ մեկը կլինի, ով կհասնի նրան, որ հայկական թիմ նորից լինի Կավենում, արդեն չեն ասի, որ Կավենը արդեն այն չէ, խնդալու չէ, որովհետև հավատացեք, իսկապես այսօր Կավենը շատ խնդալու է, ես իմ կարծիքն եմ ասում։ Ուղղակի փոխվել է։ Դե իրանք ճիշտ բան արեցին։ Վերնագիր դրեցին։ Այո, իրենց համար դա գովազդ են, հա, Կավեն ուժը նի տոտ, բայց այն իմաստով, որ դա չի նշանակում, որ եթե փոխվել է, ապա վատն է դարձել, չէ։ Լավ, շնորհակալություն ենք հայտնի տղաների ժամանակը։ Մենք մաղթում ենք ձեզ հաջողություն, թող որ մեր թիմը այնքան հումոր ունենա, որ հետագայում լավ տեղեր գրավենք։ Սպասում ենք ձեր թիմի մեծ մոտ հյուր փետրվարին։ Իսկ դուք հիշեք, որ եթե դու աղվեսն ես, ապա ճտերը աշնանն են հաշվում, միջվենք գովազդով։ Այո, բասկաթոր։ Այսօր մեր եթերը ոչ միայն ուրախ, այլ նաև գեղեցիկ եւ դուք կհամոզվեք դա, երբ ներկայացնենք մեր հյուրին, բայց միջ այդ նշեմ, որ վաղը 22:00-ին Շանթի եթերում կարող ենք դիտել Miss Tiezer 2013 եզրափակիչ փուլը աշխարհի Այո, դե պարզ էր, աշխարհի 86 երկրների ամենագեղեցիկ աղջիկները կմրցեն Tiezer-ի գեղեցկուհու կոչման համար, գեղեցկության չափանիշների եւ նման մրցույթների մասին արդեն հիմա կխոսենք մեր հյուրի հետ, ով Miss Հայաստան 1998-ն է, Miss ԱՊՀ 1999-ն է եւ Mrs Globus 2009-ի մրցույթների հաղթողն է։ Մեր շատ սիրելի Գոհար Հարությունյանը, կարծում եմ բոլորս նրան գիտենք, բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպես է տրամադրությունը, Գոհար։ Շատ լավ։ Հետևում եք ընդհանրապես մրցույթներին, հատկապես Miss Tiezer-քներ լինելու վաղը։ Անկեղծ ասած, վերջին տարիներին չեմ դիտում, բայց հետո անպայման հետևում եմ։ Իսկ ինչու որ չեք մասնակցում դրա համար, թե։ Չէ, երևի դրա համար, որ ընտանիքով եմ ծանրաբեռնված եւ արդեն օրացույց ըստ երեխաների է կազմվում։ Կազմվում եւ հեռուստացույց։ Երբեմն չեմ իմանում, որ այդ օրը մրցույթը պետք է լինի։ Գոհար, ինչպես ստացվեց, երբ արդեն ամուսնացաք, միայն Mrs Globus-ին մասնակցեցիք եւ վերջ, թե ելի են առաջարկներ եղել, պարզապես հենց երեխաների պատճառով այլևս։
Ես Mrs. Globus-ին ներկա եմ եղել 2000 երևի 3-4 թվականներ եւ Միացյալ Նահանգներում է այդ ժամանակ եւ կազմակերպիչներից մեկը ԱՊՀ երկրների ներկայացուցիչներից մեկը ինձ հրավիրեց իմանալով որ այնտեղ եմ եւ այդ օրվանից կար որոշակի ցանկություն որ տարիքում է լինեմ մի օր մասնակցեմ այդ մրցույթին եւ 2009 էր զանգահարեցին հրավիրեցին ես փոքրիկս 8 ամսեկան էր բայց այնուամենայնիվ ինչ որ այդպես ուժերս հավաքեցի որոշեցի որ շատ հարմար ժամանակ է եւ կազմվածքով էի համապատասխանում որոշեցի մեկնել հետաքրքիր երեխաներից հետո սովորաբար կանայք այնքան էլ հաճելի կազմվածք չեն ունենում։ Դուք ինչպես եք կարողացել մարզվել եք։ Իսկ դուք ձեր փորձից էլ այդ կարծիքին չեք, այնպես որ հիմա նման բաներ չկան, չգիտեմ, իմ բոլոր ընկերուհիները երեխաներ ունեն եւ բոլորը շատ ավելի լավ կազմվածք ունեն առանց թերությունների։ Իսկ Հայաստանում հիմա կազմակերպվում են գեղեցկության մրցույթներ, հետևում եք կամ ձեզ միգուցե ժյուրի անդամ են նշանակում։ Շատ ցավոտ հարց տվեցիք ինձ համար։ Ինչի չեն մնացել գեղեցկուհիներ։ Մրցույթ ցավոք սրտի գեղեցկության մրցույթը լիցենզիան հայտնվեց մի մարդու ձեռքին, որը խաղալիք է դարձրել եւ վերջին մրցույթը ավելի նվաստացրեց մեր մրցույթները հումորային դարձրեցին իրականում դա շատ գեղեցիկ միջոցառում է եւ ինձ թվում է որ պետք է դա հանձնվի պետական մակարդակի վրա եւ եթե անգամ մեզ մոտ այնպիսի ընտրություն չկա մենք ունենք շատ մեծ համայնք որտեղից կարելի է ընտրել գեղեցիկ իրական գեղեցկուհիներ իհարկե ես շատ եմ ցավում շատ եմ ափսոսում որ հայկական գեղեցկությունը չի ներկայացվում Հայաստանում Ըստ իս ընդհանրապես գեղեցկության մրցույթները բացի նրանից, որ ուրախություն են, գեղեցկություն են, նաև մեծ ստրես են։ Դեռևս հիշում եմ դպրոցական տարիքում մի աշակերտուհի մրցույթներ, որին ես անձամբ մասնակցեցի, ամեն դպրոցից պետք է վերցնեին, եւ այնտեղ գիտեք ինչ կար, ոչ իրական բաներ կա, այսինքն ինչ որ գումարային հարցեր կային, չգիտեմ, որ կարող էր տալ եւ գրավել ինչ որ մի էլի գլոբուս եւ այլն։ Չեք կարծում, որ այդ ամենը իրական չէ, այսինքն դուրս է եկել գծերից եւ այլ ուղղությամբ եք գնում։ Ինչ վերաբերվում է մանկական մրցույթներին, շատ դեմ եմ։ Դա շատ հոգեբանական խնդիր է։ Եթե դու ինչ-որ սպորտաձևի համեմատում ես սպորտաձևի հետ, բայց չէ՞ եթե դու բոքսից վատ ես, դու այլևս չես շարունակի, բայց ինչ վերաբերում է քո արտաքինին, դու իրավունք չունես հիասթափվելու քո արտաքինից։ Դու ես։ Եվ դրա համար ես շատ կատեգորիկ դեմ եմ այդ հասակում, բայց անգամ Mrs. Globe-ին մեծ տարիքով կանայք ես զգացի ինչ ստրես են ապրում, անձամբ ես անկեղծ եմ ասում, ինձ համար սա ոնց որ խաղ է եղել։ Ես միգուցե այդ կողմի խաղամոլ եմ, ինձ համար խաղ է եղել եւ երբեք ստրես չեմ ապրել։ Դա ադրենալին է, ցանկացած ժամանակ, երբ որ մարդը բեմ է բարձրանում, նույն ստրեսն է։ Սա մի փոքր ավել, այո, բայց չեմ կարծում ինչ որ պարտություններ ես նույնպես ունեցել եմ իհարկե պարտություններ ունեցել եմ եւ երբեք չեմ վհատվել եւ չի եղել այդպես անգամ մոդելային կարիերայում գնում ես կաստինգների եթե 10-ից մեկը մի գործ քեզ տան դա շատ լավ է համարվում այնպես որ ցանկացած մարդ պետք է պատրաստ լինի մերժումներին գեղեցկության մրցույթների միայն գեղեցկությունն է գնահատվում թե ինտելեկտը նույնպես ստուգվում է Դե հարցերի միջոցով իհարկե ինտելեկտը փորձում են ինչքանով է արդար ես ձեր հարցին չպատասխանեցի դա շատ հարաբերական է գեղեցկությունը եւ ես մի քանի սևամորթ ծանոթներ ունեմ Facebook-ում եւ եթե մենք չենք նկատում որ սևամորթները չեն անցնում իրենց մեջ միշտ ամեն անգամ ինչ որ շատ մեծ իրենք շատ են վհատվում, որ ինչու անգամ միս տիեզերքին կիսա եզրափակիչ չեն մտնում սևամորթները, չէ՞ որ իրենք շատ տարբեր են, ինչպես կարելի է սևամորթին ազիական արտաքինով աղջկան, ինչ որ ուրիշին համեմատել միմյանց հետ, շատ հարաբերական է եւ դրա համար շատ անհատական է ճաշակի խնդիրը, դա ծանրամարդ չէ, որ շտանգան բարձրացրեց, հաղթեց։ Այո, այստեղ ճաշակի հարց է, տարբեր ժյուրիների եւ Կամ էլ ասենք օրինակ ժյուրի անդամ լինում է ենթադրենք Ալեն Դելոնը, այնքան կին է տեսել այդ մարդու կյանքում, որ արդեն կարա նաև մի քիչ ոչ այդքան գեղեցիկ լինի եւ հաղթող ճանաչվի, սուբյեկտիվ է։ Այո։ Սովորաբար ասում են, երբ կինը գեղեցիկ է, նա կարող է խելացի չլինել։ Այսինքն գեղեցկությունը նրան արդեն ամեն ինչ տալիս է եւ ճանապարհ արտում է։ Ճիշտ կարծիք է ձեզ։ Եթե խոսքը գնում է գեղեցկության մրցույթներին, ես ձեր հարցն էլ չպատասխանեցի, ընտրվում են այն աղջիկները, որոնք
կկարողանան իրենց ներկայությամբ, իրենց խոսքով դեսպան լինել, խոսնակ լինել տարբեր հասարակական գաղափարների համար, դա լինի հիվանդություն, բռնություն, երեխաների խնդիրներ, այսինքն ընտրվում է գեղեցկություն, որը ոչ միայն արտաքին գեղեցկություն է, այլ ներքին ինտելեկտ, աուրա, ինչ որ որը կարող է հասարակությանը գրավել իր խոսքով, որպեսզի առաջ տանի ինչ որ ուրիշ կազմակերպությունների հետ մեկտեղ, ոչ մենակ, առաջ տանի որոշակի շատ կարևոր հասարակության համար խնդիրներ։ Եվ դրա համար նա պետք է լինի իդեալական, ես կարծում եմ, անգամ արտաքին գեղեցկությունից առավել պետք է ունենա այնպիսի հզոր ներքնաշխարհ, որ կարողանա այդ բարի գործեր անել։ Մեզ մոտ ցավոք սրտի չեն հասկանում ինչի համար են այս գեղեցկության մրցույթները։ Շատ տարբեր մարդիկ կարծում են դա ուղղակի ինչ որ թեթևամիտ աղջիկների ինչ որ հավաքույթ է, որոնք իրենց ցույց են տալիս լողացկեստով, մեկ ուրիշ խումբ կա, կարծում եմ, որ պետք է ուզում են ցանկություն ունեն մասնակցելու, որպեսզի ավելի հաջող ամուսնանան, բայց իրականում ընտրվում է այդ իդեալը մի տարվա համար, որը կկարողանա ինչ որ բարի գործեր անել։ Դրա համար էլ ասում են գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Դրա համար ինձ շատ են հարցում, ինչու են բոլոր գեղեցկուհիները ասում աշխարհի խաղաղություն լինի։ Իրականում իրենք աշխատում են, իրենք տրամադրում են իրենց ամբողջ մի տարին, որպեսզի բարի գործեր անեն։ Եվ ես կարծում, որ գեղեցկուհին պետք է այնպիսի ճիշտ լինի, թե պահվածքով, թե իր ամեն ինչով, որպեսզի իրեն նայելով կրկնօրինակեն մարդիկ, փոքր սերունդները, երեխաները եւ չամաչեն, որ իրենք փորձում են նմանվել այդ իդեալին։ Եթե վաղը մյուս օր ձեր երեխաներից մեկը ցանկանա այս ուղղությամբ շարունակել, դուք դա կընդունեք, թե կարգելեք, որովհետեւ գիտեք, որ բարդ ճանապարհ է։ Ինձ շատ են հարցնում, բայց նմանկական մրցույթները բացառվում են հետագայում, պարզապես եթե ինձ նման զբաղվեն, դա կողմնակի հոբի է, եթե ճիշտ հասկանան ինչի համար է այդ մրցույթները արվում, իհարկե ես ընդհանրապես չեմ պատրաստվում ինչ որ մի հարցում իրենց ընդդիմանալ։ Այսինքն հոգեբանորեն հասկացող ծնող եք եւ չեք պարտադրում, որ ինչ որ Չէ, ոչ կստիպեմ, ոչ էլ իրենց ինչ որ հետ կկանգնեմ։ Արինակ հենց վաղը Շանթի եթերում լինելու է Miss Տիեզերք 2013 մրցույթը, ասում են Miss Տիեզերք եւ բոլորը երկիր մոլորակից են գնում։ Միգուցե Յուպիտերում կան գեղեցիկ աղջիկներ, ովքեր չեն մասնակցում այդ մրցույթին։ Ըստ ձեզ այ հետևելու եք Miss Տիեզերքին վաղը։ Անպայման կհետևեմ, ձեզանից իմացա, որ լինելու է Miss Տիեզերքը, անպայման պետք է 22:00-ին ինձ թվում է երեխաները արդեն քնած կլինեն, անպայման ժամանակ կլինի։ Հատկապես որ Մոսկվայում է տեղի ունենալու, ինչպես իմացա։ Իսկ դա կապ ունի, որ երկրում է տեղի ունենալու, թե անաչառությունը ամեն դեպքում ամենտեղ էլ պահպանվում է։ Ոչ կազմակերպությունը միևնույնն է մեկն է, պարզապես երկիրը հովանավորում է, որպեսզի իր երկրում անցկացվի, դա ինչ որ туриզմի զարգացման հետ կապված խնդիր է։ Իսկ ինչի՞ չկա հիմա Հայաստանից մասնակիցներից։ Վերջին տարիներին այդպես ուշադիր չեմ հետևել, բայց ինչքան հետևել եմ, չկան, չէ՞, Հայաստանում։ Չկա ազգային մրցույթ, չկան ներկայացուցիչներ, դա է պատճառը։ Իսկ անհատական ինչ որ մեկը որոշում է, որ գեղեցիկ է։ 7 տարի շարունակ, իմ իմանալով 7 տարի շարունակ պետք է ուժեղ լավ ազգային մրցույթ լինի, որպեսզի թույլ տան մասնակցեն նման շատ մեծ մրցույթների, Miss Աշխարհ, Miss Տիեզերք։ Բայց իմ իմանալով անգամ պայմանավորվածություն եղավ, որ Հայաստանից ներկայացուցիչ լինի, բայց պահանջները շատ էին, որը չբավարարվեց, հովանավորներ չկային, ազգային մրցույթ չկար, կազմկոմիտե չկա, ոչինչ չկա։ Գոհար, երբևէ էլի կմասնակցեք։ Ամուսնացածների համար կան մրցույթներ, բայց քանի որ իմ Mrs. Globe-ը անգամ ինչ որ ես ինձանից եմ միգուցե շատ դժգոհ, որ Mrs. Globe-ը ընդհանրապես նույնպես ինքը գաղափարային մրցույթ է եւ օրենքով ես պետք է իր կարգախոսն է փոխել ճակատագրեր թագի միջոցով եւ ես նույնպես շատ գործունեություն ունեի կատարելու, որը ընտանիքի ծանրաբեռնվածության հետ կապված ես չկարողացա այո այդքան ակտիվ լինել եւ դրա համար մի քիչ այդ հիասթափությունը կա այդ ամեն ինչի հետ, չնայած ցանկությունը շատ մեծ էր ինձ համար արդեն ես անցել եմ մի ուրիշ մակարդակի, որ ինձ համար պարզապես հաղթելը էլ չի բավարարում, պետք է այդ թագը ինչ-որ կերպ օգտագործվի։ Դրա համար երևի թե առայժմ ինչ-որ այդպիսի ցանկություն չկա, դա սահմանափակ չի տարիքը, այնպես Բայց ձեր ամուսինը արգելքներ չի դնի, հայկական ձևերով։
Հակառակը ինքը շատ է սիրում, որ ես մասնակցում մրցույթներին, անձամբ ներկա է լինում։ Եվս մեկ անգամ համոզվել եմ, որ իր կինը ամենագեղեցիկ կինն է աշխարհում։ Դե ամեն մի տղամարդ չի, որ ստացվեց, այդպես կարող է։ Իսկ ինչ պարտադիր է, որ ամուսնացած չնեն։ Եթե գեղեցիկ եք, միգուցե դուք չամուսնացածների հետ մրցեք եւ նորից դուք հաղթեք, որտեղ դուք դեռ գեղեցիկ եք։ Ի նկատի ունեն ամուսնացածների համար։ Եթե ամուսնացած չի, դա արդեն միս մրցույթն է, որը տարիքային սահմանափակում ունի։ Մի խոսքով խաբեությամբ չեն կարող մասնակցել, ասենք, ձեր տարիքի չի երևում, որ դուք ամուսնացած եք եւ մասնակցեք։ Մրցույթին։ Դե գիտեք, Հայաստանը ներկայացվում է տարբեր մրցույթներին։ Անգամ հենց հիմա մեր մոդելները մեկնում են երկրորդական մրցույթներին, որոնք ոչ այնքան ճանաչված են, բայց ինձ թվում է մեր նպատակն է արդեն ավելի լուրջ մրցույթների մասնակցել, Միս աշխարհ։ Իսկ որպես ժյուրիի անդամ ես հրավիրել են։ Ես շատ եմ, այո, Լիբանանում եմ անգամ որպես ժյուրի եղել Միս աշխարհի Լիբանան մրցույթի, Հայաստանում 98-99 թվականներին հիշում եմ նախընտրական ընտրություններ Միս Գյումրի, Միս Վանաձոր, այդ մրցույթներին անպայման ես ժյուրի անդամ էի լինում։ Իսկ ինչ ես զգում գեղեցկուին հաղթելուց հետո։ Մեծամ տանում է, աստղայինն է տանում, մտածում եմ ամենան է։ Հետաքրքիր զգացողություններ եք դուք ունեցել։ Ուրիշների համար չեմ կարող ասել, ինձ համար վախ էր, պատասխանատվություն։ Ես սարսափում էի եթերից, ուղիղ եթերները առաջ ավելի շատ էին։ Հարցեր, մրցույթներ, ամեն դեպքում բեմը օտար էր ինձ համար եւ հանրությունը ընդհանրապես սիրում է քննադատել գեղեցկուհիներին, փորձում է գտնել ինչ-որ սխալներ ինտերվյուի ժամանակ պատասխանների մեջ, դրա համար այդ վախը ինձ անընդհատ հետապնդում էր, թե ինձ բոլորը հետևելու են, կհաղթեմ, չեմ հաղթի մրցույթներին, այդ հաղթանակի հարցը ավելի խայտառակվելու կամ չհաղթելու համար է, ոչ թե անձնական իրենց համար։ Չէ, որ մի ամբողջ պետություն սպասում է, թե իր երկրի ներկայացուցիչը իր ազգային դեմքը ինչ տեղ կգրավի այլ երկրների մեջ։ Աստորեն վախներ ձեզ մոտ։ Շնորհակալ ենք շատ Գոհար հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Ձեզ նայելուց մենք միշտ էլ հասկանում ենք, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Ինձ շատ հաճելի էր գտնվել երկու գեղեցկուհիների մեջտեղում։ Ես ուրախ եմ քեզ համար Գորջան։ Իմիջայլոց Անահիտը նույնպես կարող է Միսիս Գլոբին, Միսիս աշխարհի մասնակցել։ Ամեն ինչ տեղն է, գիտեք, պետք չի թերահավատորեն մոտենալ արտաքինին։ Ավելի լավ է ոչ թե ինձ նայենք, այ վաղը 22:00-ին նայենք Միս Տիեզերք, այնտեղ կգտնենք իրական գեղեցկուհիների, իսկ այս բանը միջվենք գովաստով։ Նորից բարի լույսելի հեռուստադիտողներ, ժամանակն է հիշեցնենք մեր հաղորդման հովանավորին։ Իմա բժշկական ընտանեկան կենտրոնը, այստեղ դուք կարող եք ստանալ լիակատար ախտորոշում եւ տեղեկանալ ձեզ ուզող բոլոր առողջական խնդիրների մասին։ Անահիտ ջան, կենտրոնում կատարվում է նաեւ կրծքագեղձի մամոգրաֆիա առանց շարագայթային ծանրաբեռնվածության, իսկ վահանաձև գեղձի հետազոտություն անվճար է։ Իմա հետազոտվեք ողջ ընտանիքով եւ ապրեք երջանիկ, հեռախոս 5080 50, իսկ հասցեն Մաշտոցի 33 Կոտորակ 1։ Հա, ասում եմ ես, ուղղակի մի քիչ դանդաղ։ Լավ, իսկ ես հիմա անդրադառնամ դու այդ նախագծին։ Գիտենք, որ այս կիրակի լինելու է արդեն 5-րդ գալան, պետք է ասենք, Գորջան, անկախ։ Դուրս չես մնացել դեռ։ Չեմ ասի, որովհետև կիրակի օրը Կերևա։ Ես SMS եմ ուղարկել, որ դուրս մնաս։ Որ դուրս մնամ։ Ուրեմն ասեմ, որ քո SMS-ը գրեթե տեղ էր հասել, Գորջան։ Դուրս ես ասում։ Կիրակի օրը կդիտենք եւ կհասկանանք, թե ով է դուրս մնացել նախագծից, բայց այս բանը առաջարկում եմ դիտենք տեսանյութ եւ տեսնենք, թե ինչպես են ընդհանրապես մասնակիցները պատրաստվում ինչ ելույթը։ Ապա։ 5-րդ գալահամերգ եւ արդեն մասնակից 8 զույգ։ Դուետ մրցույթ նախագիծն արդեն մրցութային փուլում է։ Մասնակիցներն առաջին անգամ զգացին վտանգավոր գոտու վտանգը եւ մրցակցության շունչը։ Առաջին անգամ զգացինք, որ սա իսկապես մրցույթ է եւ ինչ որ մեկը եւ այն էլ երկու զույգ պետք է լքեն նախագծը։ Շատ է վախենում, որովհետեւ ինչքանով հիշում եմ, ունեի ամենացածր նիշը, ավելի ճիշտ ամենացածր ես էի, այլ հավասար են 3 հոգի, որոնք ամենացածրն էին նիշերով։ Սպասում էի, որ կհայտնվեմ վտանգավոր գոտում, որովհետեւ ես շատ վատ եմ երգել։ Ոտերս դողացին։ Լուրջ, որովհետեւ հələ կուզեմ, որ երկար մնամ էլի նախագծում։ Թե լավ երկես, թե վատ երկես, միևնույն է մտավախություն կա։ Ծանր եմ տարել կարելի ասել մասնակիցների դուրս գալը
ու հասկացա, որ սկսվեց այդ դժվար պահը։ Թեթև տանենք, վաղը միսօր մենք էլ ենք դուրս գալու, այնպես չի որ մնալու ենք։ Այս անգամ նրանք ավելի հանգիստ կլինեն։ Վտանգավոր գոտում ոչ մի զույգ չի հայտնվելու, քանի որ Սուրեն Քրիստինա զույգը կամովին լքում է նախագիծը։ Մի քանի անգամ Քրիստինան տենց երևի չգտավ իրանց նախագծում ու որոշեց լքել նախագիծը։ Այդպես, այսօր մենակ ելույթ կունենամ։ Այն, ինչ Կիրակի երեկոյան տեսնում ենք բեմում եւ հեռուստաէկրաններին, մի ամբողջ շաբաթվա եւ մի ամբողջ թիմի համակարգված աշխատանքի արդյունքն է։ Կոնֆլիկտներ դեռ չեն եղել, տարաձայնություններն էլ հարթվում են հոգուտ մասնակցի։ Այս պահին ստեղծում եմ ըստ թեմային համապատասխան Արմինեի եւ Հայկի հագուստները։ Երգը ծիածանի մասին է, բոլորը այնքան լավ են աշխատում, այնքան ճիշտ են գտնում բոլոր կերպարները, որ բողոքելու բացարձակ ոչ մի տեղ չունեն։ Խնդրեմ, հագուստը կա, վոկալիստը կա, փորձերը լինում է եւ այլ։ Մնում է մենակ մենք ժամանակը գտնենք, մենք անենք։ Ինտերվալը մաքսիմում երևի ունենում ենք 5 օր ու մինչև համերգի վերջի րոպեն։ Հայացքի մեջ գոհանույս արցունքները կարացել Երկեր դարձած գալիս Ոտե վերջացրու Մի քիչ հիվանդ, մի քիչ հոգնած զույգերի համար սկսվեց մրցութային նոր շաբաթը, նոր երգացանք, նոր պարապմունքներ ու բեմադրություններ։ Չեմ ասում, որ երգում եմ մի քիչ արտասանում եմ, բայց հուսամ կներեն ինձ, որովհետև ձայնս արդեն երրորդ օրն է, չեմ կարողանում կառավարել կտրվածը։ Ես մինչև հիմա հիվանդ եմ, չեմ լավացել, Սոնան էլ է հիվանդ, մի խոսքով չգիտեմ, հետո ասում եք մի հուզվի, դե արի մի հուզվի։ Կոստանտին Օրբելյանի «Սերը երբեք չի ծերանում» ստեղծագործությունը, Ալվինա Մակարյանի «Մայրամուտ» երգը։ Երգելու ենք Սիրո կամուրջները Առնո Բաբաջանյանի, փորձել եմ էքսպերիմենտ անել, մի փոքր հատված ռեփ մտցնել։ Մեր երգի մինուս տարբերակը միշտ մեքենա այսպես պահում եմ, որ ամեն անգամ ինչ որտեղ գնալուց միայն այդ մինուսը դնում եմ ու սկսում եմ երգել։ Բավականին աշխատել ենք։ Լավ ենք պարապել ու համեմատած մյուս համերգների հետ ավելի հեշտ։ Կամուրջի մոտ դու հիշեցիր մեր երկուսի գաղտնիքը, որ խոստացանք մենք երկուսով ստեղծել մեր ընտանիքը։ Նոր մտահղացումներով ու էքսպերիմենտներով դուետ 5-րդ գալա համերգը կարող եք դիտել Կիրակի երեկոյան եւ ձեր կիրակնորյա ժամանցն ապահովված կլինի։ Իրինա Մկրտչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտ Աշանթում։ Կարոտեցի երեխաներին, փաստորեն Սուրենն արդեն բացեց գաղտնիքը, որ լքել է նախագիծը հենց Սուրենը եւ կարծում ուժեղ մասնակից, մեկ ուժեղ մասնակից լքել է, այնպես որ հեշտ կլինի Անահիտ ջան։ Այգորին չես ասում, այդքան ուրեմն մենք սպասում ենք, որ լքեն, որ մենք Անահիտ ջան, իմ համար ձեր զույգը շատ ֆավորիտ է, շատ։ Ապրես, ես հույս ունեմ, մեզ կքվեարկեն եւ մենք դեռ երկար ու երկար եւս 2 գալա կմնանք նախագծում։ Հետաքրքիր անցավ, չէ՞ այսօր։ Շատ հետաքրքիր անցավ, կարծում եմ քեզ հետ շատ լավ է վարել Գորջան։ Դու հումորով մարդ ես եւ ամբողջ ընթացքում լավ հումորներ արեցիր ապրես։ Իսկ ում հետ է վատ վարել։ Չեմ ասի։ Հա։ Գրահիր ինքը։ Լավ, ես կփորձեմ գուշակել։ Հաստատ Սերգեյ Դանելյանի հետ չէ։ Ինչպես ասել է Ալբերտ Էյնշտեյնը, նա ով ուզում է իր աշխատանքի արդյունքը տեսնել անհապաղ, պետք է կոշկակաշ դառնա։ Իսկ ինչպես ասում էր պապս Անահիտ ջան, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը տեսնել, պետք է գնա հաշվապահություն եւ ուզի իր աշխատավարձը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։